Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես քիչ առաջ ավարտվեց, այսինքն 2 օր առաջ, 3 օր առաջ էի նկար անել, այսօր հեռարձակվեց, մի քանի լրատվամիջոցների հարցազրույց էր տվել երկրորդ նախագահը, պատասխանեց հարցերին, մի քանի ուշագրավ բան, առաջինը որ իհարկե շատ կարևոր բաներ կար, չնայած ճիշտ նկատեցիք այն թեմաներն են, որ մենք ամեն օր ենք այդ թեմաներին անդրադառնում, բայց Թալանի, Կողոպուտի, կոռուպցիայի մասին էր խոսքը, Նիկոլ Փաշինյանին համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն, անիվը նոր խոսք է կոռուպցիայի գործում, հիմա մանկապարտեզների այդ դեպքերը մանկական խաղեր են և դրանք համեմատել չեն 65 միլիոն դոլարի հետ։ Եվ նմանատիպ բացահայտումներ պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 միլիարդ չէ, ասել է Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով սեփականության իրավունքով։ Իսկ թե ինչու կոնկրետ քննարկումների մեջ չեր մտել, նշեց, որ դա իրենց դատավարության մարտավարությունն է։ Իրենք չեն վստահում այս իշխանական դատական համակարգին, նա իրենց մեղավոր համարեց այն բանով, որ 2010-ից լրջորեն չեն զբաղվել այս կեղծիքները հերքելով։ Ինչ լավ է, պարոն նախագահ, որ վերջապես ընդունեցիք, որ շատ վատ թիմ եք ունեցել PR-ի տեսանկյունից եւ թույլ եք տվել, որ ձեր նման գործի անձի հետ կապված այսպիսի հերյուրանքներ եւ զրպարտանքներ տևական ժամանակ տարածելու, չնայած ես ասել եմ մի անգամ էլ եթերում, պարոն Բոզոյան, ես այսպես մի անգամ հարցրեցի, թե ինչու դուք դրանով չէիք զբաղվում, ասում ես կարծում եմ, որ գործեր ինքնին իր մասին պիտի խոսեն, բայց ցավոք սրտի մենք այն աշխարհում ենք ապրում, որ կարող ես հազարավոր գործեր անել, բայց PR սխալ ինչ որ մի բան եւ հակա PR գնա եւ այն թերթոնը, որ պահում էր այս հրեշավոր զույգը, թույլ տվեք այդպես ասեմ, ուրեմն այս տիկինը, որ մեր էլի ներողություն եմ խնդրում, բայց մեր գործիչների 99%-ը տղամարդ գործիչների այդպես բան էս ռաբիս բան ունեն, էլի թե իբր թե այդ կնոջը չեն ուզում կնոջ ասածներին անդրադառնալ, ինքը կարևոր դերակատարն է այս ամենում, եթե այս 7 տարիների ընթացքում մարդիկ կան, որ չեն հասկացել, դուք տեսնում եք իր հայտարարությունները, իր քայլերը, էլ չեմ ասում այն բանից հետո, երբ որ իրեն իրավունք տրվեց կամ Աննա Հակոբյանը իրեն իրավունք վերապահեց գնալ նստել բունկերում, այնտեղ որ ինքը այդ իրավունքը չուներ եւ ինֆորմացիաց լիներ եւ տեղեկացված լիներ թե ինչ է կատարվում, եթե դրանից հետո ինչ որ մարդիկ կան որ պիտի ասեն դե գիտեք ինքը չի կարևոր է ինքը չի էականը եկեք իրեն չանդրադառնանք ես ոչինչ չունեմ ասելու բայց այս ինչի մասին որ խոսել է երկրորդ նախագահը ասեմ որ այն ինչ որ իր շուրջ պատտվել եւ տարածել է իրականում այդ ամենի հեղինակը եղել է դեռ 20 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ինչպես ինքը ստեղծել էր մի թերթ եւ այդ թերթը ինչպես ժամանակին Աղվան Վարդանյանը ճիշտ նկատեց որ մեզ դարձրեցին հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի պատանդ մեր պետությունը դարձել էր դրա պատանդը եւ դրան ավելացավ այն մեծ սուտը որ իբրև թե ինչ ահռելի հարստության տեր է Ռոբերտ Քոչարյանը դրա հեղին այսինքն մեր երկրի Նիկոլ Փաշինյանը շատ ավելի վաղուց են նրանք ծառայել համապատասխան մարմիններին թուրքական ուժերին որովհետեւ այդ ամենը տևական ժամանակ իրենք տարածում էին, օգտագործում էին իրենց թերթով, ինչ նպատակով, որ եթե հանկարծ իրենց հաջողվեր 2008 թվականին, բարեբախտաբար դա չհաջողվեց, հաջողվեց 2018 թվականին, ահա դրա վրա կանգնած իրենք եկան։ Իրենք այդ հոկտեմբեր 27 ասելով, մարտի 1 ասելով եւ Թալան ասելով, բայց իրականում այդ ամեն այլանդակության հեղինակը, այդ հորինացի, այդ ստի հեղինակը հենց նույն ինքը Նիկոլ Փաշինյանն էր։ Ինչու ստի, որովհետեւ ինքը 7 տարի է իշխանության է, պարոն Բոզոյան ինքն է հայտարարել չէ, մարտի 1-ը բացահայտված է, ինքն է հայտարարել չէ, որ մենք թալանչիների, չգիտեմ ինչի։ Մենք տեսնում ենք, որ 7 տարիների ընթացքում ոչինչ չի բացահայտել, որ դա եղել է մեծ սուտ, որ ինքը իրականում երկրի պետության այդ զույգը հրեշավոր, որտեղ տևական ժամանակ նաև խմբագիր է եղել
այս տիկինը այս հրեշավոր զույգ է, զուգընկեր են, արտամուստակ, չգիտեմ ինչ ասես ասում են արդեն, որտեվ իրենք են թույլ տվել, որ այդպես ասեն, այս զույգն է քանդել այս պետության հիմքերը, որ այսպես սամ թվռնեն եւ գան իշխանության եւ կարողանան վերջնականապես կործանել Արցախը եւ Հայաստանը։ Առաջին հատվածը իրենց արդեն հաջողել է, երկրորդն էլ իրենց համար շատ սահուն ընթանում է։ Ես ասեմ, մենք այդ իմաստով պարոն Բոզյանը շատ ավելի ճկուն է եւ ճիշտ է ասում, որ պետք չի թերագնահատել մեր ժողովրդին։ Վերջերս մի հատ այսպես հարցում են հասկացում եւ մեկն ասում է, եթե ինքը իրենք թուրք չեն, թշնամի չեն, մենակ թուրքը թշնամի կբերի, Սյունիքի ողջ բարձունքներին կնստացնի թշնամուն։ Էլ ինչ եք դուք խոսում, էլ դուք ինչ եք քննարկում այս ամենից հետո։ Թուրքել են, թշնամիել են, ամեն ինչ են, իհարկե այնտեղ չեն կողմնորոշվել, թե իրենք ինչ վիճակում են։ Ես կխնդրեի այս Թալանի բան թեմայից, որ առանձնացրել է խոսեք, եւ այդ տիկինը ինչ շատ հիշեցնում է Չաուշեսկու կնոջը, որ շատ ակտիվ է։ Ես կարծում եմ ինքն անգամ գերազանցել է իրեն, եւ չգիտեմ ձեզ ծանոթ է թե չէ, Մաո Ցեդունի կնոջը, որը հետո այսպես շատ ման տողեր կա, որ ինչպես էր շամպես, ես ասում եմ, ես շունն եմ եղել Մաո Ցեդունի դատավարում, այդպես գոռում էր, բղավում էր Մաո Ցեդունի մահից հետո, երբ որ իր դատավարությունն էր ում, եւ այդպես շամպես սատկեց վերթում, եւ ասելով շամպես ասում եմ վնգստում էր, եւ այդպես եւ ինքն էլ իրապանում այս խումբիների հետ ամբողջ այդ հեղափոխության բանի հեղինակն էր, այս տգիտության բանի, իրականում սա ասում է թե իբրև թե մենք բան ենք, քարոզչություն ենք անում, կրթություն ենք, չգիտեմ ինչ ենք, ինչ ասում, կրթել, հա, կրթում է, չգիտեմ ինչ է անում, բայց իրականում այդ տգիտության, տեսեք ինչ նմանություն կա, այդ տիկին էս դրոշակը առած եւ ոչ ման դրոշականն առած, մահակներն առած, գիտեք ինչքան մարդ են սպանել այդ շրջանում, իմիջիայլոց Դեն Սիահապինի որդին էլ է դրա դարձել համալսարանական եղել եւ բարձր հարկից նետել են ամբողջ կյանքում ողնաշարը կոտրված, այդպես անդամալույց մնաց գանված սայլակին եւ իրենք էլ սա էլ նա տարած նա իրականում այսպես ճուման արած գնում էր այս տգիտություններ տարածում լուսավորչության եւ կրթության դեմ էին իրենք եւ դրա տակ ինչքան մարդ զոհեցին, սպանեցին, չգիտեմ, բանտարկեցին, ինչ արեցին, հիմա նույն բանը սա ուղղակի անունն է փոխել իբրև թե իրենք կրթում են եւ այս կրթական ծրագիրներն իրականացնում, չգիտեմ որտեղից ուզում եք սեր ինչու է ակտիվացել եւ լկտիության սահմանը դուք տեսեք ասում է այն ինչ որ մենք ներսում էինք խոսում, այսինքն տանը մարդկանց ասում էին ոչիլներ, տգետներ, տահասներ, ինչի սենց պորտկաց, ինչի են արդեն բաց խաղում, արդյոք այս զույգը միայնակ է մնացել, Աննանդը հասկանում է եւ ինչպես ասում են, տատետ ինքը արդեն բանը ինքն է դուրս եկել այդ կռվի, ինչ է տեղի ունենում։ Տեսեք, ուրեմն աշխատում է արդեն քաղաքական ճոճանակի գործոն, այսինքն բումերանգը վերադառնում է իրենց։ Այն ինչ որ իրենք մեղադրում էին նախկիններին Թալանի մեջ, այդ Թալանի մասամբ որոշակի ճշմարտություններ կար, որ նախկիներում բազմավատ Թալան կար, բան կար եւ այլ կոռուպցիա կար, դա ոչ մեկ բոլորի համար տեսանելի էր, բայց շատ կարևոր բայց կա։ Տեսեք, խորհրդային միության վերջին տարիներին հիշում եք Բորիս Ելցին, այսպեսի քաղաքական գործիչ կար, որ դարձավ Ռուսաստանի առաջին նախագահ։ Ինքը պոպուլիստական մի հատ մեծ թեզով հանդես եկավ, որ կոմունիստների ժամանակ մեծ Թալան է եւ այլն գալիս ենք հաստատենք արդարություն։ Ինքն էլ իմիջիայլոց ակտիվ կոմունիստ եղել է, բարձր պաշտոններ էր զբաղեցրել։ Բորիս Ելցինի կառավարման ժամանակահատվածում համաշխարհային բանկի փոխնախագահ Ջոն Ստիվենսի այդպիսի Թալան, որ եղել է Ռուսաստանում, չի եղել երբեք։ Այդ աստիճանի Թալան չի եղել։ Այսինքն ասում են ինքնաթիռով անգամ բանը ադամանդի քարեր են տարել, բայց ասեք ինչ ծավալի Թալան է գնացել Ռուսաստանում։ Ելցինի Թալանի չափերը աստղաբաշխական բնույթ է գրել։ Հիմա վերադառնանք մեր Հայաստանի 30 տարվա պատմության, ես ուզում եմ որ մեր ժողովուրդը տեսնի։ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման 7 տարիների վերջում Հայաստանի պարտքը կազմել է մոտավորապես 1.5 միլիարդ դոլար։ 1.5 հիշենք այդ թիվը, հա։ Մոտավորապես 300 միլիոն դոլար բյուջեով 1.5 միլիարդ դոլար պարտքով։ Քոչարյանի ժամանակ պլյուս, հա։ Մոտ համախառն ներքին արդյունքը կազմել է մոտավորապես 2 միլիարդ դոլար։ Հա։ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա կառավարման ընթացքում 1.5 միլիարդ դոլարը 10 տարի հետո մնացել է նույն 1.5 միլիարդ դոլարը։ 2 միլիարդ բյուջեն դարձել է 12 միլիարդ բյուջե, 6 անգամ բյուջեն մեծացել է։ Ներողություն, համախառն ներքին արդյունքը, ներողություն։ Բյուջեն 300 միլիոն դոլարից դարձել է 2.5 միլիարդ դոլար, այսինքն 8 անգամ մեծացել է։
մարդկանց կենսամակարդակը մոտավորապես 5-ից 6 անգամ բարձրացել է։ Տները անշարժ գույքը, մենք բոլորս գիտենք, մեր բնակարանները 8-10 հազար դոլարից դառել է 40-50 հազար դոլար այդ 10 տարվա ընթացքում։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ 12 միլիարդ դոլարից 10 տարվա ընթացքում բյուջեն գրեթե նույնն է մնացել, այսինքն փոփոխություն չի եղել, լճացման ժամանակ հատվածում ենք ապրել, պարտքը մեծացել է 4.5 միլիարդ դոլարով մինչև 6 միլիարդ, 4.5 միլիարդ, հիշենք այդ թիվը։ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս արդեն 7 տարվա ընթացքում արտաքին պարտքը դարձել է 7 միլիարդ դոլարով ավելացել, դարձել է 13 միլիարդ դոլար։ 7 միլիարդ դոլարով ավելացել է պարտքը։ Հիմա հասկանանք այդ 7 միլիարդ դոլարով ինչ է կառուցվել Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր ասել է երկրորդ նախագահը, միայն ճանապարհաշինությունը, տեսեք, ճանապարհաշինության վրա ծախսեր մենք տեսնում ենք, տեսանելի է, տարբեր քաղաքներում, գյուղերում եւ այլն, բայց մի թիվ ասեմ, Քոչարյանի կառավարման Լինսի հիմնադրամով մոտավորապես 200 միլիոն դոլարով հիմնական ճանապարհաշինության խնդիրները Հայաստանի տարածքում լուծված էր։ Իհարկե, գյուղերում փոքր հեռավոր բաներում չէր լուծված, բայց Երևանում, Երևանի շուրջ շրջանակների բաները հիմնական լուծված էր 200 միլիոն դոլարով, այսինքն հարց 7 միլիարդ դոլարով բացի ճանապարհաշինությունից ինչ է կառուցվել։ Այս հարցը ես կարծում եմ, որ պետքա մեր ժողովուրդը տա այսօրվա իշխանությանը, ասի պարոն Նիկոլ Փաշինյան, 7 միլիարդ դոլարը ուր է գնացել այս 7 տարվա ընթացքում։ Շատ կարևոր խնդիր է, որովհետև մենք օրինակ մի քանի ակնհայտ բաներ տեսանք, որ պատերազմի ժամանակ հիմնադրամից 100 միլիոն դոլարը ուղակի վերցրեցին, ասեցին մենք չենք կարող ասենք ուր ենք գնում, պատերազմական գործողությունների մեջ ենք օգտագործում, չենք ասում, որևէ հաշվետվություն գոյություն չունի։ Անիֆի պատմությունը մոտ 60 միլիոն դոլար հիմնադրեցին, հիմա գոյություն չունի։ Այսինքն դրանք ուղղակի տեսանելի երկու դեպք ենք ասում, բայց մնացած բոլոր հարցերի շուրջ ըստ էության այս մարդկանց 7 միլիարդ դոլարը ուր է գնացել։ Ես չեմ ասում, որ Արցախի կորուստը միջազգային տարբեր ցուցանիշներով մի քանի տասնյակ միլիարդ դոլարա գնահատվել։ Մինչև 70-80 միլիարդ դոլար են ասում, տարբեր էքսպերտային գնահատականներ են տալիս 70-80 միլիարդ դոլար։ Սա թվերն եմ ասում, որ դուք պատկերացնեք։ Ես էլ չեմ ասում, որ ընդհանրապես ինչ խոսակցություններ կան միջազգային հարթակներում, կուլիսներում, ոչ հրապարակային, որ այս իշխանությունները ինչ մակարդակի, այսպես ասած, գործարքների մեջ են մտնել այդ Ղարաբաղի հետ կապված, ես չեմ ուզում դա ուղղակի մարդկանց կրքերը ավելի բանանեմ, ավելի նոր ձևի մեծաբանանեմ, որովհետև ի վերջո այնքան մարդիկ այնքան ծանր են ապրում, այնքան սրված է իրավիճակը, որ ավելի նոր ինչ-որ բան, որը դեռ փաստարկված չի, ես չեմ ուզում նրա մասին խոսեմ, բայց փաստարկված 7 միլիարդ դոլար պարտքը։ Դուք նկատի ունեք, որ այն որ անդադ պատտվում է, որ ինքը 5 միլիարդ է ծախել Արցախը, 10 միլիարդով է ծախել Արցախը։ Բայց այդ թեմաները քանի որ փաստարկված մինչև իշխանապետությունը պատմությունը Դուբայների ու Քաթարների իշխանապետությունից հետո, բայց մինչև այդ ես նույնպես եմ ասում, կա հրապարակային թվեր, այդ հրապարակային թվերի շուրջ իրանք դա հասկանում են։ Դա համար իրանց մոտ, քանի որ հասարակ ժողովուրդը արդեն տեղերում, տեղական իշխանությունները համատարած կոռուպցիայի մեջ թաղված են, եւ այդ մարդիկ որ գնում են շփվում են, տեսնում են, որ նախկինից դե ոչ չի տարբերվում։ Պարզապես նախկինը ինչով էր սրանցից տարբերվում։ Նախկինում մտածում էին, որ այս երկիրը իրանցն է, արդարություն չկար, բան չկար, ամամարտը վերցնում էր ինչ-որ մաս իր գրպաններ, դրում ինչ-որ բաներ լուծում էր, բաներ անում, իր դղյակը սարքում էր, մարդիկ տեսնում էին այդ տեսանելի էր այդ անարդարությունը եւ այդ անարդարություն, տեսանելի անարդարությունը մարդկանց ոտի կանգնացրեց։ Սրանց մոտ, սրանք ավելի խորամանկ են, սրանց փողերը, գողացված փողերը ոչ դղյակների մեջ են դնում, այլ իրանց քարտերի վրա են դնում, այդ քարտերը արտասահմանյան բանկերում են պահվում։ Իշխանափոխությունից հետո, ինչպես որ Նիկոլ Փաշինյանն ասում, քյաբաբ առ քյաբաբ, խորոված առ խորոված, բոլոր դրսի բանկային կառույցներից մենք վերադարձնելու ենք այդ փողերը։ Ընդ որում բոլոր այն երկրները, ովքեր որ հայտարարել են Կանադայի վարչապետի բանի այդ հարաբերությունները բան, այդ օֆշորները չեն փրկել այդ իրաց միլիարդները։ Անկախ ամենից ցանկացած երկիր, ով փորձի թաքցնել կամ չգիտեմ ինչ անել, այդպիսի փորձեր կան։ Օրինակ ես տարբեր փորձեր կա։ Ըստ էության ստանալու է համարժեք պատասխան, որովհետև ի վերջո մենք մաքրվելու խնդիր ունենք, ֆունդամենտալ մաքրվելու, որտեղ այդ կեղտը կպել էր մեր 30 տարվա ընթացքում, իդեպ ասեմ, որ այս վայրի կապիտալիզմի զարգացման, վայրի օլիգարխիկ համակարգի հիմնադրման հեղինակներից մեկը դրսից էր,
դրսի շրջանակները հայտարարեցին, որպեսզի մենք արագ կապիտալիզմի զարգացած գնանք, մենք պետք է համարենք, որ այն գումարը որ կա, չասենք թե այդ գումարը որտեղից է, գողացված գումարը կանանք լեգալ համարենք, որպեսզի մենք կարողանանք սեփականաշնորհում անցկացնել։ Սա դա բոլորը գիտեն, դա բոլորը անել են։ Այսինքն սեփականաշնորհման իրականացման համար, որպեսզի մենք ասենք, մենք կարանք լեգալ սեփականաշնորհում անցկացնենք, որպեսզի պետք է Անժելան, Երևանը կամ Պողոսը փող ունենան, չէ՞, որ այդ առնեն, չէ՞։ Բայց որպեսզի դա ունենան, ասած հետևյալը, որ ինչ փողեր ունի Անժելա կամ Երևանը, համարենք, որ դա լեգալ է արդեն, որպեսզի մենք կարողանանք սեփականաշնորհը անցկացնենք։ Ինչի են դրանք կարևոր։ Որովհետև Ռուսաստանում կար ռազմաարդյունաբերական համալիր, իրանք հայտարարում են, որ եթե մենք արագ չքանք այս համակարգը, կարող է խորհրդայնությունը վերականգնվի, վտանգ սպառնի։ Իրանց համար դա էր, բայց իրանք դա արեցին, ես հասկանում եմ, դա հասկանալի տրամաբանական բան է։ Հիմա այդ օլիգարխիկ համակարգը դարձավ պատանդ այդ արևմտյան կառույցների ձեռքը։ Իրանք ցեցին շանտաժ անել այդ օլիգարխներին ու սկսեցին այդ օլիգարխներին հակընդդեմ ստեղծել պոպուլիստների բանակ, հասկանում եք, չէ՞։ Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ այս երկու ձեռքով օլիգարխիկ համակարգ, քրեական օլիգարխիկ համակարգ եւ պոպուլիստներ մի աջ ձեռքով խաղացնում էին օլիգարխիկ համակարգին, ցախ ձեռքով խաղացնում էին այդ պոպուլիստներին, արդյունքում սրանք փորձում էին, այսպես ասած, իրար sense խառնելով իշխանությունը պահել։ Նույն բանը փորձում էին անել Ուկրաինայում, Մոլդովայում, չգիտեմ, փորձեցին, հաղթեցին, Վրաստանը ծանր վիճակի մեջ է, մեր մոտ էլ այդ նույն բանը արեցին։ Այնտեղ էլ հաղթել են։ Ռուսաստանում չհաջողվեց, որտեղ Ռուսաստանում քանի որ մեծ երկիր է, բավ երկիր էր, թույլ չտվեց այդ սիտուացիան, դրա համար այդ խնդրեմը կա, բայց հիմա ըստ էության այդ շրջանակները միջազգային այդ հանցագործ շրջանակները։ Չէ, ոչ կարողացան հաղթել եւ երբ որ այս վերջին ֆիլմի ժամանակ երբ որ Պուտինին հարցնում են, ասում են, դες դեստեյցիան խոստովանում է, որ ասում է ինձ իրենք խափեցին, հետո դրա մասին, հա, Ֆրանսիայի նախագահ, Գերմանիայի նախագահ չէ, խոստովանեցին։ Դա ուկրաինական խնդրի հետ կապված էր մասն էր, կամ ՆԱՏՕ-ի աշխատասպան խնդիր էր։ Դուք դա որ հասկանում եք, ինչ ասում եմ, ես չէի կարող, ինքը ընդունում է, որ այս ժամանակ ես ուրիշ բան եմ ասում։ Մարդիկ ամբողջ post-սովետական տարածքում ապրում են անարդարության զգացումով, որտեղ հսկայական հարստություն կուտակվել է ինչ-որ մարդկանց ձեռքը, հսկա միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում տենց էր 200 տարի առաջ, 300 տարի առաջ, հիմա արդեն աշխարհը զարգացել է համարտեցված սկզբունքով է զարգանում եւ կապիտալները բոլոր տեղերում գտե լեգալ են դարձել։ Ստեղ որպեսի արագ մենք անցնենք այդ խնդիրը, իրանք խրախուսեցին։ Խրախուսումը թվում էր թե դա անշահախնդիր խրախուսում էր, հետո պարզվեց որ այդ նույն շրջանակները ուզում են պատանդի կարգավիճակի մեջ դնեն օլիգարխիկ համակարգին, հետո քսի տան պոպուլիստներին դրանց վրա ու սենց վադավրոտի մեջ դնեն։ Հիմա այդ քանի որ բոլորը հասկանում են որ դրա արդյունքում պետություններ են կործանվում, օրինակ այն ինչ որ կատարում է Ուկրաինայի, դա մեծ ողբերգություն է, համաձայն ես սրա հետ դու։ Հիմա Վրաստանը պայքարում է այդ վիճակի մեջ չհայտնվի։ Հայաստանը մեծ ողբերգություն ապրեց, մենք կորցրեցինք Արցախը, դա ոչ մեկ չի հասկանում թե մենք ինչ ենք կորցրել։ Մենք ունեինք երկու հանրապետություն, մի հանրապետությունը կորցրեցինք այդ խաղերի արդյունքում։ Այդ նույն Մակրոնները, որոնք ըստ էության հեղինակն են Արցախի ոչնչացման մեջ, հիմա նույն ձևով հիմա խաղարկում են, որ Մոլդովայում այդ իրանց դրացում մայը սանդուն մնա նախագահը։ Նույն ձևով հիմա 3 ամեն ինչ արեցին, որ իրանց դրացում Ռումինիայում հաղթի մանիպուլյացիաների ձևով։ Իրանք այդ process-ը բոլոր տեղերում են գնում։ Իրանց երկրում, նույն Ֆրանսիայում, ըստ էության կա այդ խնդրեմը, եւ վաղտուր ֆրանսիական ժողովուրդը մերժելու է այդ շրջանակներին, ինչպես որ նույն բանը մերժելու է Գերմանիայում, Իտալիայում եւ այլն։ Հիմա մենք մեր մոտ էլ է այդ խնդիրը դրած։ Բայց ի տարբերություն այդ երկրների, եթե այդ երկրները չունեն էկզիստենցիալ գոյատևման խնդիր, մենք ունենք էկզիստենցիալ գոյատևման խնդիր։ Ի վերջո, այս պոպուլիստները, որոնք ծակ գրպաններով եկել իշխանության, դարել են սուպեր հարուստ մարդիկ, սուպեր հարուստ մարդիկ, պարզապես իրենց հարստությունը ոչ թե դղյակների մեջ է, իրանց հարստությունը իրանց քզիտ քարտերի մեջ է, որոնք գտնում են արևմտյան շրջան բանկերում։ Սա է իրանց առավելությունը սրանց մեջ։ Չէ, այնպես չի որ իրանց կենսակերպը չի փոխվել, փոխվել է, բայց այդ շքեղությունը նախ իրանք ապիկար հանշնորհք են, իրանք տես չի որ կարողանալու են ինչ որ բան կառուցել, ինչ որ բան անել, դա չէ։ Իրանք շատ լավ հասկանում են, որպեսզի մարդկանց աչք ծակի, իրանք ստեղ ոչ մի բան ներդրում չեն անելու, դա հասկանում իրանք պրոստը գողանում են, տանում են դուրս։ Էս է իրա խնդիրը, $7 միլիարդ, 7 միլիարդ
պարտ կա եկել այս ժողովրդին, հարգելի Հայաստանի ժողովուրդ, դուք 7 միլիարդ դոլար պարտ կունեք միջազգային հանրությանը։ Այդ 7 միլիարդ դոլարը այս մարտիկ ձեր անունից պարտ կվերցնեն։ Ուր են տարել այդ փողը։ Ես պնդում եմ, որ այդ 7 միլիարդի առույցի բաժինը իրանց գրպաններն է գնացել, իրանց քարտերի վրա արտասահմանյան բանկերում նստած է եւ սպասում են, որ պահին, որ իրանց իշխանությունից զրկեն, իրանք գնալու են այնտեղ իրանց բանը բարվոք կյանքով ապրելու են։ Սա է ամբողջ խնդիրը։ Այս մարդկանց տարբերությունը նախկիններից էսա։ Նախկինները իրանք ավելի պարզունակ էին, պրիմիտիվ էին, իրանք այդ փողերը իրանք Երկիրը չէին ծախում, Արցախը ի տարբերություն սրանց երկիրը չէին ծախում, բարձուկները չէին հանձնում, Արցախը չէին հանձնում։ Անժելա, մի րոպե, այնպես չի որ իրանց շատ ավելի արդար են, իրանք էլ իրանց դղյակներ էին սարքում, բայց իրանց փողերը ստեղ էին դնում։ Լավ չի, իհարկե պետք է մենք ավելի արդար համակարգ սարքեինք։ Ինչի լավ չի, գնալուց կարող է դղյակ իրանց ուսին պետք է դնեին, այնուամենայնիվ շենացնում էին մեր երկիրը։ Շենացնելն էլ է պայմանական, բայց այս մարդիկ նրանցից տարբերում մի բանով։ Նրանք ավելի պարզունակ էին, ավելի պրիմիտիվ էին։ Փողերը դնում էին ստեղ, այս մարդիկ ֆունդամենտալ երկիր ծախող են նայել, Թալանի հետ միասին։ Այս մարդիկ, փաստացի, տուրիստի հոգեբանությունն են այս Հայաստանում, ըստ էության խոփանչու հոգեբանությունն են, իրանք փողերը գողացել են դրսի բանկերում են պահում, որպես ակջ ծակի, որպեսի մարդիկ չտեսնեն, բայց թվերը բացահայտում այդ ամեն ինչը, թվերը բացում է, թվերը ցույց է տալիս, որ հետևյալը, որ առաջին նախագահի ժամանակ պարտքը 1.5 միլիարդ դոլար ա եղել, երկրորդ նախագահի 10 տարվա ընթացքում պարտքը պրակտիկորեն չի մեծացել, երրորդ նախագահի ժամանակ 4.5 միլիարդով է պարտքը մեծացել, վերջապես այս իշխանության ժամանակ 7 միլիարդով ավելացել։ Անդորում այդ 7 միլիարդով ավելացած լիներ, մենք կարող ենք հասկանանք ինչ-որ բաներ սարքվել, շենքեր, 7 միլիարդով ավելացել բացի ճանապարհաշինությունից, որի բանը համախառն համախառն գումարը մաքսիմում 300 միլիոն դոլար կարող է ասում, դա ճանապարհաշինություն չի, դա ասֆալտը եւ ճանապարհաշինությունը դրանք շատ տարբեր բաներ են։ Համարենք, որ ճանապարհաշինությունը կա ճանապարհաշինություն, կա ասֆալտ ներկել եւ ասֆալտը այսպես սվաղելու բան։ 6 միլիարդ 700 միլիոն դոլարը ուր է։ Այս ժողովուրդը այդ պահանջը դնում է։ Եթե Հայաստանում լիներ համարժեք քաղաքական վեյնախավ, որը այդ խնդիրը ակտուալ դներ ամենօրյա ռեժիմով պահանջեր, ես կարծում եմ, որ սիտուացիան բոլորին այլ կներ, եւ այս մարդիկ ազգային ժողովին չէին լկտիաբար ելնի հայտարարի։ Եթե մարդը լկտի եւ սանձարցակ, ինչ ուզում ես արա, դու ասենք, եթե այդ կատեգորիան ինքի ի վիճակի է թքելու, հարվածելու, հայոյելու, չգիտեմ, ինչ կարող ես անել այդ կատեգորիայի հետ։ Հիմա դուք ասեք, խորհրդարանական ընդդիմությանն ասում են, թե կոշիկը մեկը բարձրանում, մի բառը ասում, այնտեղից 1000 հոգի շատ են իրանք։ Ոստիկանները, այսինքն ինչ եք ասում։ Չէ, ես ընդդում եմ հետեւյալը, որ ի վերջո այս մարդկանց պետք է համարժեք պատասխանել համարժեք արգումենտներով, այսինքն այս մարդիկ ասում են կոռուպցիա, պետք է պատասխանել հետեւյալ կողմ, ձեր 7 միլիարդ դոլարը ցույց տվեք որտեղ եք ծախսել։ Ցույց տվեք այդ փողը։ Դուք որտեղ եք ծախսել, բացի ճանապարհաշինությունից։ Շատ ճիշտ եք ասում, այդ ուղղությամբ պետք է այո։ Բացեք ավելի sense կետ առ կետ, տեսեք օրինակ նույն Ավաքանի ժողովուրդը, մեր Մայր Հայաստանի ժողովուրդը, ճիշտ է, դա սեմիչկա է, մանր մակարդակի բան է, բայց մանր մակարդակի բոլոր դետալներով բացվում է այդ ամեն ինչը։ Բանը շենք շինությունների թույլտվություններով, մանկապարտեզներով, բանով մարդիկ բոլոր տեղերում մտնում են, դրանք կոպեկներ են հաշված այն մակրո մակարդակի թալանի։ Սրանք կոպեկներ են, բայց այդ կոպեկները մենք բոլոր տեղերում գնում ենք, որպեսզի ցույց տանք, որ այս մարդիկ կառավարել չգիտեն, այս մարդիկ օպտիմալ կառավար աշխատել չգիտեն, այս մարդիկ կարմիր գծերի բաները հարկեր են դնում, բաները բարձրացնում են, այսպես ասած 13 անգամ, 2 միլիարդ դրամի տարվա մեջ միայն կարմիր գծերից փող են հավաքում, ուղիղ 1 միլիարդ իրանց գրպան են դնում օրինական մակարդակով, այսինքն օրենքով որոշում են, որ 1 միլիարդ իրանց գրպանը պետք է գնա։ Դուք հասկանում եք ինչ նախնդիրը։ Եվ սրանք խոսում են, որ հարկատու բիզնեսմենը պետքա ինքը հասկանա, որ մի օրինակ էլ ասեմ, էլի։ Այդ բյուջեն ծախսվում է ճիշտ մակարդակով։ Մի սովորական օրինակ ասեմ, ամեն օր ասում եմ մանումենտից իջնում ես, գալիս ես իմ ամեն օրվա ճանապարհն է։ Հերացիով որ պիտի գաս։ Ավարտված դեբիլներ են սրանք։ Ուրեմն ինչ որ էս ճանապարհը փակել, ինչ որ սյուներ են դրել, որ գալիս են, 3 ուղղությամբ գալիս եւ խցանում է լինում ամեն օր։ Եվ այնտեղ խցանված գալիս են, միջև վերջում տարածք է տված, որ պիտի մտնեն հերացի, խցանման տակ մարդիկ այդ ճանապարհ, որ պիտի 2 րոպեով անցնեն, 40 րոպե մի ժամ ասնում են։ Հո դուք ավարտված դեբիլ չեք։ Այսինքն եղած բանն էլ իրանք ամեն ինչ անեն, որ խնդրեմ ստեղծվի։ Դրանք
կենսական խնդիրներ են, որոնք կարող են լուծվել։ Ես բան չունեմ ասում, ամեն առումով են էլի սա։ Եկեք, Անժելա, եկեք առաջնայինը երկրորդականը շատ շփոթենք։ Այդտեղ մանր խնդիրներ են։ Ես ավելի առարկայական խնդիր եմ ասում։ Մակրո, հիմա սրանք հայտարարում են, որ բանը 10 հոգի զոհվել է մարտի 1-ը, իսկապես ողբերգությունն է, իսկապես դատապարտել է, որ 10 հոգի զոհվել է։ Հիմա հարց 2020 թվականի հոկտեմբերի 18-ին այս մարդկանց առաջարկեցին կրակի դադարեցում, այս մարդիկ մերժեցին դա, որի արդյունքում ավելի քան 2000 երեխա գնաց գերեզման։ Հարց, այս խնդիրը, պարզ խնդիր է, այս մարդկանց ոչ մեկ չի դնում, այս մարդիկ առանց ամոթի ծիծաղում են, անեկդոտներ են պատում, ժպտալով, բանը ասենց հոխորտալով խոսում են, 2000 երեխա իրանց մեղքի պատճառով, եթե համարենք, որ այս պատերազմի պատճառը ինչ պատճառներով Ադրբեջանը հարձակվել է, ինչ կարայինք անեինք, ապա կարող ենք ասել, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին կարող ենք կանգնացնենք ոչ թե նոյեմբերի 9-ի, եւ մենք ըստ էության եւ թե տարածքներով ավելի քիչ կորուստնայինք, եւ թե բանը զոհեր ավելի քիչ կլինեին, առնվազն 2000 երեխա գնաց գերեզման այս սրիկաների պատճառով։ Հիմա այս սրիկաները 2000 երեխայի գերեզման գնալու գլխավոր պատճառ են դարձել, խոսում են 10 զոհի մասին, եւ ոչ մեկ իրանց երեսին չի պատասխանում, այ անամոթներ, այս սրիկաներ, դա ցինիզմն ու փարիսեցությունը սահմաններ կարող ունենա, չէ՞։ Սա է ամբողջ խնդիրը։ Անժելա ջան, ես նույնիսկ կրկնում, մարդ իրան վատ ազգում էս վիճակից, այս adekvat վիճակ չի։ Այս մարդու գոյությունը մեր բոլորիս խայտարակությունն է։ Այս խայտարակությունը մեծագույն խայտարակ։ Մենք բոլորս այսպես ասած բանով ապրենք, մեղքի զգացումով ապրենք, բոլորս պետք է ապրենք։ Հասկանում ես ինչ նախնդիրը։ Դու ինձ ես չեմ ուզում ոչ մեկին քննադատեմ, բայց ի վերջո ամեն մարդ իր տեղում պետք է լինի։ Ամեն մեկը իր մեղքի զգացումը պետք է ունենա այս ամեն ինչը։ Բայց ես չի որ մենակ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Նիկոլ Փաշինյանի գոյությունը պայմանավորված է բոլորի անգործության արդյունքում կամ ոչ էֆեկտիվ գործունեության արդյունքում։ Սա է, եթե այդ մարդը 7 տարի մնացել է, եթե այդ մարդը մնացել է 7 տարի, 2000 երեխա ուղղակիորեն իր մեղքով գնացել է գերեզման, երբ որ 7 միլիարդ դոլար, չգիտեմ ուր է գնացել, ոչ մի պարզ չկա, երբ որ այս մարդը ոչնչացել է Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները, մենք վակուումի մեջ ենք եւ ամբողջ ժողովուրդը տեսանել է դրա համար, եւ այս 7 տարի ինքը մարսել է, հարց մի հատ մենակ ինքն է մեղավոր դրա համար, Անժելա, ես այդ հարցն եմ ուզում տամ։ Ես կարծում եմ, որ ոչ, ազնիվ լինենք մինչև վերջ, մինչով ենք մենք զբաղվում, կապիկությամբ։ Այո, բայց նաև անհատի դերն է շատ կարևոր է, այո, ինքն է հիմնական մեղավորը, ինքն է իր հետ կապված է, դե զբաղված են կապիկությամբ, թող ամեն մեկ իր տեղի, հիմա ես խոսեմ, էլի կասեք, ինչ են անում Հայաստան Դաշինքի հետ 7 падգամորից բացի մնացածը։ Հիմա 40 պատճառ կբերեք, նա պետք է լռի, որովհետև չի ուզում նույնականացի, նա պետք է լռի, որտեվ ուրիշ թիմ պետք է գնա, նա պետք է լռի, որտեվ հայերեն տառերը չգիտի, նա պետք է լռի, որտեվ վախ կոտա, նա պետք է լռի, որտեվ շեֆն ասել է մի խոսեք։ Ես ես մի հատ բան ասեմ։ Ինչ ասեմ, ասեմ։ Մեղքի մեջ։ Ում ասեմ, ձեզ եմ ասում։ Մյուս թևին եմ ասում, բոլորն էլ ասում են։ Այս մեջ բոլորը մեղավոր են։ Ամենը իր չափով մեղավոր չեմ։ Բոլորս ենք, ես եմ մեղավոր, ես 18 թվից ասում եմ ինչ կա, ինչի մասին։ Ամենը իր չափով մեղավոր է։ Ամեն ծախվածի սրիկայի, չգիտեմ ինչի համար պատասխան չեմ տալու։ Ծախված եք, վախ կոտեք, սրիկա եք, ձեր փոքր մոքր նեղ բոմժ կուսակցական հարցերն եք լուծում, բոմժ սրիկա հարցերն են լուծում։ Դրանով են զբաղված։ Ես բան չունեմ ասելու, ձեր ասածի մեջ տրամաբանություն կա։ Որ ամեն մեկը ճիշտ իր տեղը մտածի, որ այսօր նեղ մի քիչ շատ Երևան, մի քիչ շատ հետո ընտրությանը, մի քիչ շատ այս անտեն երկիրը, որ այս երկիրը բան փրկվի, էլ չգիտեմ ինչքան կարելի ասել, բոլորի համար տեղ կա։ Համաձայն եմ ես այդ, բայց մարդը որպեսի կարողանա այսօր նա այդ ինտրիգները նայեք, այդ Մարուկյանի այն մեկի, այս ինչ վիճակ է։ Ես ինչ եմ կատարում, դրա համար եմ ասում, տեսեք, որպեսի մենք կարողանանք այս կեղտից դուրս գամ, դա կեղտ է, ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Մենք պետք է ամենը զգանք մեր մեղավորության զգացումը։ Ես ինքս զգում եմ իմ մեղավորության զգացումը։ Ես գիտեմ, որ իմ ընկերները նույնպես զգում են այդ մեղավորության զգացումը։ Մենք ունենք այդ մեղավորության զգացումը։ Amma մենք փորձում ենք այդ մեղավորության զգացումը մեր ժողովրդի առջև ինչ որ ձևով լուծենք։ Չէ, մենք դե գործ անենք, բացատրենք, ասենք, այս սրիկայությունը, այս տականքությունը ինչ որ կա, թալան հասկացողությունը, որ մտցրել են այդ սուտը 4 միլիարդ իբրև թե տարել է, մարտի 1-ի, չգիտեմ, դե մի քիչ բաց խոսեք, չասեցին այդ մահացածների 3-ի 4-ի արյան մեջ թմրադեղ օգտագործող եսի ինչեր էին։ Սրբադա, քիչ ավանում սրբադասեք։ Մեկն էլ
որ հայտնի է դրանց մեջ էր այդ խուլիգան խուժանների մեջ էր հարևանիս բաններ ազգականներ փեսաներ հայտնի էր նրանով որ դրանից հետո այդ կոշիկներ էր ծախում գող էր տեսեք մահացած մարդկանց Ինչա, այսինքն եթե մահացել է, եթե ասենք միջև այդ օգտագործել է թմրադը, պետք է չասես, հետո էլ պարզում է, որ դրա ընտանիքը չգիտեմ ով է։ Տեսեք, ինչով է զբաղ, չէ, դե եկեք միջև էլ պարզ ասեք։ Ինչի համար։ Դե հիմա ես հենց ասեմ, եթե որտեղ մարդը մահացած գնացել մասին չի կարելի գողություն բացական բան անելու։ ասել։ Չէ, Անկախ նրանից։ չէ, պետք չի սրբա դասել, թեկուզ այդ ու մահացածներին ասենք սրբա դասենք մարտի, եկեք չգիտեմ։ Հիմա Նիկոլն էլ մեռներ, պետք է Նիկոլին էլ չէ սրբա դասեինք։ Տեսեք, ես ուրիշ բան եմ ասում հետեւյալ տարբերակը, որ անկախ ամեն ինչից, իհարկե մեր հասարակությունը տարբեր խավերից են բաղկացած։ Պատերազմում էլ որ զոհում են տարբեր խավերի մարդիկ են զոհվում։ Գնա մեռի արի սիրեն, հա։ Չէ, այդ չեմ ասում ես։ Ես ասում եմ հետեւյալ, ես չեմ ասում հերոսներ են կամ չգիտեմ ինչ են։ Ի վերջո ես ասում եմ հետեւյալ տարբերակը, որ մահացած մարդիկ, դա ողբերգություն է, անկախ նրանից թե ով է այդ մարդը։ Ինքը ինչ։ Հա, բայց ես մի ծայրահեղության մասին եմ ասում, պետք չի սրբա դասել։ Ես ուզում եմ հետևյալն ասեմ։ Երբ որ մենք մեղադրում ենք, հորը սարքել են, չգիտեմ ինչ։ Երբ որ մենք մեղադրում ենք եւ արդարացի մեղադրում ենք, որ 10 մարդ զոհվել է, եւ մոռանում ենք ասել, որ այս մարդկանց պատճառով ավելի քան 2000 մոռանում ենք ասենք այդ 10 մարդուն ով էր կոչը։ Ոչ, մոռանում ենք 10 քանի տարի տևական ժամանակ ասենք, որ այս սրիկա տականք հետ ով էր ասում գնացեք այնտեղ ջարդեք, փշրեք, այդ կատաղությունը, այդ այլանդակությունը ով էր ներարկում, ով էր գոռում, ով էր տարածում, Նիկոլն իր թիմը, չէ։ Տեսեք, եթե այս մարտի մեկի հետ կապված խնդիրը շատ ավելի բարդ խնդիր է, որտեղ կարանք ասենք տարբեր տեսակետներ կարան։ Նույն ուժերը ժամանակ էին ուզում գալ։ Տեսեք, եթե տարբեր մարդիկ տարբեր տեսակետներով կարան հանդես գան։ Մեկը կարող ասի, էսա մեղավոր, կարող ասի, էսա մեղավոր։ Դա տարբեր գնահատակ։ Բայց ճշմարտություն կա, այս նույն մարդիկ նույն ուժերը կան։ Ալիկ Արզումանյան հիմա որտեղ է։ Անժելա ջան, մտ լսի մի Նիկոլը որտեղ է։ Անկախ ամենից կոնկրետ այս մի հարցում, եթե տարբեր գնահատականներ կարաս տաս, ապա կոնկրետ պատերազմի ժամանակվա 2020 թվականի հոկտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի որոշմանը շարունակել պատերազմը բացառապես իր մեղքն է ստեղ։ Ինքն է որոշում կայացրել, որ շարունակի, որպեսզի իրան չհամարեն, որ ինքը դավաճանա, որի արդյունքում 2000 երեխա գնացել է գերեզման։ Այսինքն 2000-ը մաքուր Նիկոլի խղճի վրա է։ Իհարկե, ինքը, բայց իր խղճի վրա 2000 երեխա արյուն կա, բայց հասարակությունը դա չի ֆիքսում դա, ինքն դա չի զգացել, չի հասկանում։ Ինքը եթե դու նկատում ես ծիծաղում է, ժպտում է, ինչ որ հոխորտում է, ինչ որ գնահատականներ է տալիս, ինչ որ հայտարարություններով է հանդես գալիս, ինքը իրան լավ ազգում, բնականոց ձուկը ջրի մեջ է ազգում, բայց դրա համար մենք բոլորս ենք մեղավոր, որտեղ այդ մարդուն չենք բացատրել, որ տղա ջան, դու մեղավոր ես կոնկրետ այս կոնկրետ մեղքի մեջ ես։ Եթե տարբեր ուրիշ հարցերում, ասենք պատերազմի սկզբան ժամանակ, ես համարում եմ էլի ինքն է մեղավոր, որտեղ ըստ էության բանակցային process-ը պրավալ տվեց ինքը։ Բայց տեսականորեն կարա ուրիշ գնահատականներ լինի, որ սենց ա եղել, Ադրբեջանը սենց է, ինչ-որ կարա բանը ինչ-որ վերսիաներ բերի բան, որը կարելի է ասել տարբեր գնահատականներ կան, չէ՞։ Ապա այս մի հարցում շատ կոնկրետ է իր մեղավորությունը, շատ կոնկրետ։ Հիմա հարց, այս խնդիրը ինչի մեր հասարակությունը չի դարձնում կենտրոնական խնդիր։ Այդտեղ վատ ենք աշխատում։ Շատ վատ ենք աշխատում, հայտարարակ վատ ենք աշխատում։ Սա արդարանում է, բայց դրա մասին է։ Այս մարդը փոխանակ ինքը արդարանար, ինքն է հարձակվում մյուսների վրա։ Այս մարդը փոխանակ աման չէր, չխոսար, տունը նստեր, կամ ասենք բանը կառավարության նիստերը չհրապարակային չլիներ, որպեսզի իր դեմքը շատ մարդիկ չտեսնեն, ինքը չի ամանչում դրան։ Պարոն Բոզյան, որովհետև մենք էլ ենք մեղավոր, որովհետև դուք ձեր խոսքը, որ սկսում եք առաջինը, որովհետև նախկինների չգիտեմ ինչ, ուրեմն նախկինները այնպիսի մթնոլորտ է ստեղծել եւ մենք էլ նպաստում ենք այդ մթնոլորտը 7 տարի շարունակ փոխանակ երկու հաղթած նախագահները երկիրը համենայն դեպս չծախած են, մեկը զարգացրել է երկիրը, փոխանակ արդարանան դրես սատկացնեն, ասեն սա է, բայց այս խեղճերին այն վիճակի մեջ եք գցել, ես նույնը միշտ հանրապետական կուսակցությանն եմ ասում, երկրորդ նախագահի թիմին, հայ փոխական դաշտը, դե մենք որովհետև ամեն մեկս չգիտեմ ինչի ուզում ենք եսի մինչ Երևան կասենք նախկինների ժամանակ, այսինքն նախ պիտի այս մարդկանց ասել այդ արդեն 7 տարին բավական է, դա մի տարին էր բավական, ոչ թե պիտի արդարանան, այլ զբաղվեն այս եթե մենք ուզում ենք ապրենք սև սպիտակային դաշտից դուրս,
Ապա մենք պետք է ասենք, որ իհարկե 30 տարի մեջ բազմաթիվ բացասական բաներ են եղել։ Եթե մենք ընդունենք, որ ոչ մի բացասական բան չի եղել։ Հասկացանք, 7 տարի էս մարդը արդեն երկիրը կապը չկա։ Դուք հələ ոչինի պատմությունն եք ասում, այն 4 միլիարդը մի հատ քիչ ամնում ասեք, այսօր ինչի պետք է 7 տարի հետո մի հատ էլ նորից Ռոբերտ Քոչարյանը արդարանա կամ այն մեկ արդանա կամ հանրապետական կուսակցությունը դի դնեին, չգիտեմ ինչ անես, դա բերո խանգարում որ դրանք դնեին։ Դա եմ ասում, որովհետեւ չգիտեմ ով է խանգարում որ ընդդիմությունը ներկայացնել այս խնդիրները։ Կարող է մենք ենք մեղավոր դրանից։ Դե որտե մենք էլ այդ մտնոլորտը չստեղծենք։ Մենք էլ ենք այդ մտնոլորտը ամեն երկրորդը այստեղ գալիս է, որովհետեւ նախկինների իրանց հոր արևին աչոք են ուզում հավաքել։ Նախկիններին ինչ որ բան ասելով, որ գործ չին ուզում ես նայեք, որ գործ չին ուզում եք նայեք, 10-ից 9-ին որ նայեք, գալիս նախկինները չգիտեմ ես ինչ, մի հատ չկա տանում այս երկիրը։ Ես տոնում որ ես ասեմ, տեսեք ինչ եմ ասում։ Նախկինում եղել է եւ լավ բան, եւ վատ բան։ Դա ակնհայտ է։ Երբ այդ լավ բաները պետք է մենք ժառանգենք, վատ բաներից հրաժարվենք։ Մենք չենք կարող ասենք որ մենակ լավ բան ա եղել։ Հասկացեք, բայց այսօր արդեն դրա ժամանակը չի։ 7 տարի այս մարդը ծախել է երկիրը, 7 տարի այս մարդը մնացել է, որովհետև այս 7 տարի շարքել է այդ խնդիրը եւ որպեսի շահարկել է այդ խնդիրը եւ դրան նպաստել են մյուս քաղաքական ուժերը, Էդմոն Մարուկյանական, չգիտեմ ինչ, որ դրա վրա աչոք են շարունակում հավաքել։ Նախկինը վատա, էսի վատա, ես գալիս եմ։ Ես քեզ մատ խորհուրդ եմ տալիս, որ դու անկախ ամենից ցանկացած գնահատական հետ կապված մի հատ բացի հանրային կարծիքի հետ շփվելուց բանից, նաեւ վերլուծելու մի հատ բան դնենք։ Պարզ մատ խնդիր կա։ Եթե մենք ուզում ենք սև սպիտակային տրամաբանության մեջ ապրենք, այս երկիրը ապագա չի կանգնելու։ Չէ, սև սպիտակայինը հետևյալն է, որ պետք է մենք ճիշտ բանը, ճիշտը հետևյալը ճշմարտությունը միակն է։ Պրավդա ճշմարտությունը միակն է։ Ինչ է դա ճշմարտությունը, որ այս 30 տարի մեջ իսկապես մենք ունեցել ենք հաղթանակ։ Այս 30 տարի մեջ մենք պետություն ենք սարքել։ Այս 30 տարի մեջ մենք տնտեսություն զարգացնում ենք։ Մենք ապացուցել ենք, որ մենք կարողանանք ինքնուրույն որպես պետություն կարողանանք զարգանանք ապրենք։ Դա դրական է դա։ Բացական եղել է այն, որ մենք անտեսել ենք մարդու շահերը, սոցիալական իմաստով այդ մարդը անտեսված է եղել։ Հիմա հարց, մենք այդ դրականը պետք է ժառանգենք, բացականից մերժենք։ Բացականը պետք է մերժենք, որպեսզի հասարակ մարդը մեզ վստահի։ Եթե դու չես խնդրում այդ ճանապարհով, հասարակ մարդը քեզ չի վստահում։ Այդ ամենակարևոր խնդիրն է, որ ոչ մեկ տենց չհասկացավ, որ դու ասում ես թե ինչի է մնացել այս մարդը 7 տարի, որտեվ ճշմարտություն ոչ մեկ չի խոսած հենց այդ իմաստով։ Ես մարդը 7 տարի ով իր խոսքը սկսում ասում է նախկինների, չգիտեմ էսի, չգիտեմ մենի, չգիտեմ, բայց ես կարծում եմ այդ ասողների չգիտեմ մի տոկոսը ազնիվ չի, որտեվ իրենց բացարձակ այդ հետաքրքիր, իրանց հետաքրքիր է մի հատ երրորդ չէ, երրորդ տեղը մենակ թե զբաղեցնենք, նրանց էլ ասենք, մենք ասենք բան ենք, մենք չգիտեմ ինչ ենք։ Բազմաթիվ մարդիկ կա որ ազնիվ դիրքերով չեն հանդես գալիս, դա այլ խնդիր է, կա ճշմարտություն եւ կա բայց պիտի նաեւ գիտակցես, չէ, եթե դու դրանով իսկ ուժ ես տալի, որ նորից շնչի եւ հրապարակում մնա այն տեսակը, որ երկիրը ծախել է, Արցախը ծախել է, Նիկոլես տեսակը մնա, ուրեմն դու ազնիվ չես։ 7 տարի այս մարդը մնացել է իշխանության։ Ով է սրա մեղավորը։ Գլխավոր մեղավորն ով է։ Հարց։ Հարց եմ տալիս։ 7 տարի այս մարդը մնացել է անպատիժ։ 7 տարի այս մարդը մնացել է 7 միլիարդ դոլար պարտ կա բերել այս ժողովրդին, առանց այդ ծանր վիճակի։ Մենք բոլորս ասում եմ, մենք բոլորս ասում ենք, ամենագլխավոր դերակատարը գլխավոր, ես ես պարզ հարց եմ տալիս քեզ։ 7 տարի մեջ մնացել է, մի րոպե շա, 7 տարի մնացել է։ Քաղաքական ընդդիմադիր էլիտան, այդ պիտի ասեմ, հա։ Այդ ընդդիմադիր էլիտանը մնացել է։ Ինչի է մնացել տենց վիճակի մեջ, որտեվ անկեղծ վերլուծություն չի եղել թե ինչն են կարել, ճիշտ ինչն են կարել։ Չի արել, նախկին իշխանությունը 10 անգամ ասել է, 10 անգամ ասել է մենք այստեղ սխալ ենք, բայց այն մնացածը չէ, նախ արել է, որովհետև նախ վախվորած, չգիտեմ ինչի վախվորած, հետո միշտ այո այս ուրեմն մենք պետք է քո ասելով պետք է ընդունենք, որ այս ժողովուրդը անընդունակ է անցալելու ճշմարտությունը։ Այս ժողովրդի հետ ոչ, ուրիշ բանի մասին եմ ասում, այս ժողովրդի հետ 20 տարի շարունակ այդ թերթոններով, այդպիսի քարոզչությամբ, թուրքական քարոզչությամբ դուք էլ բացատրեցիք, արևմուտքը եկել էր գրավել էր, ինչ էր անում օլիգարխիկ համակարգ, շատ ձեռնտու էր, պատանդ էր դարձրել, այո, 1000 անգամ սրա մասին խոսել ենք։ Այսպես իրենք պատանդի կարգավիճակում էր հայտնվել մեր ժողովուրդը։ Իրա գլուխը 20 տարի մի բան մցրել են։ Հիմա մենք փոխանակ այդ բացատրենք, արդեն գանք հասնենք մի տեղը, բայց ես տեսնում եմ, որ այդ բացատրողների 99% ազնիվ չի, որտեվ իրա կրճոնն է ուզում պոկի։ Արի ես մի բան ասեմ, ես մի հատ էլ ասեմ նրանց մենակ թե կրճոն է տեղից պոկի։ Ես դրա համար չեմ ասում, ես դրա համար ասում հետեւյալը ճիշտ ես
ասում, բազմաթիվ մարդիկ կան, որ շուռը բալագանավի պես ուզում են իրանց բայը փախցնել։ Էսա հայրենիք չկա, տակ իրանց հայրենիք չի ուզում, իրանց չեն մտածում։ Ես օրինակ նայում եմ, ասեմ, լավ, այս վիճակում ով կարող է այս վիճակից, չէ, ես այնտեղ տեսնես մի բան կունենամ, թե չեմ ունենա, ես սա կփոկեմ, թե չեմ փոկի, բոլորի ուղերն է դա։ Դե դրա համար էլ էսա մնացել տակը։ Ես համաձայն եմ, ես թե մենք այս վիճակի մեջ չունենք, ես դրա համար եմ ասում, մենք բոլորս ամենը ինչ-որ մի մասով մեղավոր ենք։ Հասել ենք դրան, ամեն դեգեներատ գլուխա բարձրացում, մանդարին ներկրող ու կանաչի ներկրող, ասում ես վարչապետ պիտի լինեմ։ Այս ինչ օրն ենք ընկել մենք։ Ես ասում եմ, պարզ ճշմարտություն, որովհետև մենք կիսա ճշմարտություններ ենք ասում։ Կիսա ճշմարտությունը ասում ենք հետևել թե ով է, ասենք, այս կապիկությունը սարքում։ Մենք չենք ասում դրա մասին, որովհետև չնեղացնենք ինչ-որ մարդկանց։ Մենք կիսա ճշմարտություն չենք ասում, թե որ այս կապիկությունը չենք ասում, բայց պետք չի որ հիմա Գիտես ինչ նախնդիր Անժելա ջան, մենք եթե մինչև վերջ անկեղծ ասենք, մեր ժողովուրդը ուրիշ բան, բայց մենք չենք ասում, որտեվ հաշվի ենք առնում, որտեվ գիտես ինչ որ չարժի ասել, որպեսզի մենք չներվայնացնենք ներ ընդդիմադիր ինչ-որ շրջանակներ։ Ես ըմբռնում եմ ընկալում, ես որտեվ համում դա կարևորել չի հիմա, նույնիսկ դա էլ կարևոր չի։ Բայց ես նույնպես եմ ասում, եթե մենք ուզում ենք, ես դրա համար եմ ասում, ոչ թե ճշմարտությունը խոսենք այս քաղաքական դաշտին իրար խփելով, որտեվ դա իմաստ չունի։ Ես ասում եմ ճշմարտությունը պետք է ասենք մեր ժողովրդին իրական օրակարգ ներկայացնելով։ Ու կարևոր մի էլեմենտ ասեմ, որ դու պատկերացնես։ Բոլորս համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանը պրծած մարդ է, չէ՞։ Բոլորս համոզված ենք, որ ինքը Չգիտեմ, եթե այսպես գրած 26-ին է կարող հաղթի։ Եթե մի րոպե, եթե 26-ին է կարող հաղթի, դա նշանակում է, որ կամ մեր ժողովուրդը անորակ ժողովուրդ է, որ քեզ չի ընկալում, կամ դու ինչ-որ մի հարցում սխալվում ես, բայց չես ուզում որ սխալ ընդունես։ Համաձայն ես։ Երրորդ տարբերակ չկա, Անժելա։ Ես ասում եմ հետևյալ տարբերակը։ Կա երկու տարբերակ։ Եթե 26 թվականին դու համարում ես, որ ինքը կարող է վերարտադրվի, նշանակում է կամ է ժողովուրդը քեզ չի ընկալում։ Որովհետև ես հիմա արդեն տեսնում եմ, որ ընդդիմությունը այնուամենայնիվ էլի չի կարողանում ճիշտ աշխատել ժողովրդի հետ։ Ճիշտ ներկայացնել խնդրեմը դուք ինքներդ եք ասում, գնում եմ յուղեր շրջաներ, տեսնեմ որ չեք կարողանում ժողովրդը ճիշտ աշխատել, որ ես ասում եմ հետեւյալը, այս ընդդիմությունը կտրված է հասարակությունից, ժողովրդից կտրված վիճակի մեջ է, կտրված է։ Որովհետև շատերը նախկիների կոմպլեքսավորել են, ասել են, դուք ես բայ դուք ես արեք, իրանք ես կոմպլեքսավորվածի նման դուրս են գալի մի հատ ինչ որ բան, մենք չենք մտնել, դες ինչ որ անհասկանալի պաշտպանական բան է։ Լսի մի հատ աշխատի լսես, ասում եմ դա կտրված է ոչ թե այն բանի պատճառով, ասում եմ որովհետև այս մարտիկ դա քաղաքական գործ, դա աշխատանք է։ Աշխատանք նշանակում է շփվել հասարակ մարդկանց հետ։ Օրինակ եմ ասում, մարդը, որ ընտրվում է падգամավոր ավականի, ինքը սկսում է իր ընտրողի հետ աշխատել, ամբողջ աշխարհում տենց է։ Աշխատանքը դա ենթադրում է տեղի մարդը հետ անընդհատ աշխատել, իր հոգսերի մասին խոսել, իր խնդիրների մասին խոսել, իր պատկերացումների մասին խոսել։ Ամբողջ Հայաստանում դա պետք է աշխատանք լինի։ Հայաստանում այդ աշխատանքը չի, Հայաստանում ընդհանրապես ոչ միայն հիմա, այլ երկար ժամանակ, հիմա որ կասես հիմա կմեղադրես 30 տարի մեջ այդ կուլտուրան սեփական ընտրողների հետ աշխատել չի եղել։ Նախկինում համարել են, որ այդ մարդկանց կարելի է 10,000 դրամով վերցնել, աշխարհը վերցնել, իրականություն եմ ասում։ Հիմա այդ 10,000 դրամը որ չկա, ասենք, մարդիկ քանի որ իներցիայով կա, այդ փողը չկա, вообще ոչ մեկ չի աշխատում։ Ես քեզ իրականություն եմ ասում, որ դու դրա համար էլ ժողովուրդը անտեղեկ վիճակի մեջ է։ Ժողովուրդը անտեղեկ, բայց ժողովուրդը արդեն իր մաշկի վրա հասկացել է, որ այս մարդը իրանց խափում է տանում է դեպի գերեզման։ Դա տեսնում է, բայց ոչ թե ընդդիմության շնորհիվ է դա տեսնում։ Իր մաշկի վրա է տեսնում, իր քրտնաջան աշխատանքի արդյունքում է դա տեսնում։ Բայց նաև մենք ընդունենք Երևան, որ մենք խորքային 0 արժեք ունի այդ ժողովրդի վրա, որ ինքը ազդել է։ Ես դա եմ ասում։ Հիմա ես որ ասում եմ թե ստեղ մեղավորը ընդդիմությունը այն բանի մեջ է, ինքը չի աշխատում հասարակության։ Ես դա եմ ասում, ես ուրիշ բան չեմ ասում։ Այդ կասես նախին բան դրանք։ Չէ, ես այդ համաձայն եմ, փոխանակ այն մեկը ինտրիգների տակ է մնում, այն մյուսն էլ քաղաքականությունից հեռու մարդ է, չգիտեմ ոնց է ղեկավարել այդքան տարի, այդ մեկը տենց քաղաքական ինտրիգներից 1000 կիլոմետր հեռու է, այդ նյուանսներին էլ մնացած նյուանսներին էլ չի տիրապետում, այն էլ ինտրիգների տակ է մնացել, բան չունեմ ասել։ Ես հիմա ասում եմ հետեւյալը, հիմա ես ասում եմ հետեւյալը։ Կամ այն մյուսներ, ասեք, Մարուկյանների բանի նման հիմա մնացել են հայոյող են Զուքարյանի ձայների կռիվն են տալի փոխանակ գնան աշխատել ժողովրդի հետ չեն հասկանում։ Հիմա ես ինչ եմ ասում, որպեսի տես մեր մոտ տեսմատել եմ այս սիտուացիան ասեմ պատկերացած ամբողջ աշխարհում ինչ օրակարգեր է գնում։ Ամբողջ աշխարհի մամուլը, ամբողջ աշխարհի քննարկում էր Ստամբուլում թե Ռուսաստանի եւ Ուկրաինայի մեջ այդ բանակցությունները ինչ ոնց կավարտվի։ Միացյալ Նահանգների մամուլը, Ռուսաստանի մամուլը, Թուրքիայի մամուլը, Եվրոպական երկրների մամուլը, Ադրբեջանի մամուլը սա քննարկում են թիվ մեկ խնդիրներ դարձել, որովհետև դրանից որոշվելու է թե իրանց երկիրը ինչ շահ կամ կորուստ կարող ունենա։ Հաջորդը Ադրբեջանը ակտիվ աշխատում է միջազգային հարթակներում։ Ադրբեջանի նախագահան գնաց Չինաստան, ռազմավարական հարաբերություններ կնքեց, շատ ֆունդամենտալ։
որից հետո Պարսկաստանի նախագահն գնաց Ադրբեջան բան խնդրեց։ Հայաստանի քաղաքական վերնախային բացարձակապես հետաքրքիր չէր։ Ադրբեջանը ակտիվ փորձում է բարեշտացնել Թուրքիային եւ Իսրայելին, Բաքվում գաղտնի բանակցություններ են գնում ուժային բաների մեջ, հատուկ ծառայությունների մեջ։ Հիմա գնում այդ բանակցությունները, որպեսզի Սիրիայում խնդիրը լուծեն։ Սիրիայի խնդիրը լուծելուց հետո Ալիևը հայտարարում է, որ հենց Սիրիայի խնդիրը լուծվի, հաջորդը այդ բանը տարածաշրջանի խնդիրն է լուծելու, Հայաստանը ոչ մեկին դա հետաքրքիր չի Հայաստանի քաղաք։ Հայաստանի քաղաքական դաշտում հետաքրքիր է հետևյալ թե ով 48 ժամ կարող վարչապետի տեխնացիոն լինի, impeachment, բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Ոչ մեկին դա հետաքրքիր չի։ Տեսեք, ասենց ասեմ, մարդկանց հետաքրքիր է թե ով ինչ ասեց կամ ինչ չասեց։ Արա, այս երկիրը ողբերգական վիճակի մեջ է, ինքը հայտնվել է։ Ինքը բոմժի մակարդակի է իջացել, ինքը հայտնվել է այս համաշխարհային ճանապարհի կողքի բուդկայի մեջ այս երկիրը։ Այս ժողովուրդը մեղ կա։ Հասկանում ես, ես եմ ասում։ Ես ուրիշ բան չեմ ասում, այս ժողովուրդը մեղ կա, սենց ողորմելի քաղաքական վերնախավով դու չես կարող ապագա ունենաս, դու չես կարող երկիր ունենաս։ 100% եմ ասում, Անժելա, միլիոն տոկոս եմ ասում, միլիարդ տոկոս եմ ասում։ Բայց նաև էլի Սա է, ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրեմ։ Ես ասում եմ հետևելը, գնացեք, ես չմեղադրեմ, գնացեք ակտիվ աշխատեք այդ ուղղությամբ, օրակարգ սարքեք։ Ոչ մեկ չի սարքում այդ օրակարգը։ Զրո, հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Ես դա չասեմ, խնդիր չկա։ Եթե չասեմ, թող դու ասա թե ինչ օրակարգ լինի, դու տես դու հիմա քո երկրի առաջ օրակարգեր չես ֆիքսում, բայց հիմա կենտրոնական խնդիր ասեմ քեզ։ Ինչա գնում է բանը, ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում։ Սա նկատում եմ, որ գիտեմ, Էրդողանը սենց արեց ձեռքով, ոտքով, բան, սա ինչ որ մեղա ամենը հայրանքներ ենք լսում մենք, չէ՞, ասենք ակնհայտ։ Բայց բովանդակություն չես լսում դրա մեջ, դու հասկանում ես։ Այսինքն դու լսում ես հայոյանք, հաճույք ես տանում, հաճելի է դառնում, ոնց որ ճաշը ուտում, ոնց որ կլուբնիկան ուտում ես, հաճույք ես տանում, դες հայոյանքը լսում ես, հանգստանում ես, չէ՞։ Բայց դու բովանդակություն թե ինչ է կատարվում, դու չգիտես դրա մասին։ Բայց քեզ ոչ մեկ չի ասում դրա մասին։ Ոչ քո քաղաքական վերնախավն է ասում ընդդիմությունով, իշխանությունով, ոչ քո լրատվական բանն է ասում, սա զբաղված են քաղաքական բամբասանքներով, բոլոր տեսակի ու հայրանքներով։ Էսա խնդիրը։ Հիմա հարց, չասեմ, որ այս մարդիկ տեղյակ չեն, այս ժողովրդի հետ կապ չունեն, այս պետության հետ կապ չունեն։ Չասեմ տես բան, չասեմ։ Բայց ես հիմա ասեմ քեզ իրականությունը, որտեղ ի վերջո իմ համար ես թքած ունեմ սաղի վրա։ Իմ համար կարևոր որ քանի որ ես ապրում եմ այս երկրում, քանի որ իմ ծնողները թաղված են այս հողի վրա, ես չեմ կարող թքած ունենամ այս վիճակի համար, որտեղ իմ ընտանիքը ես ապրում եմ այս հողում, այս հողը իմ համար հայրենիք է։ Հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Մենակ դրա համար ես ուզում եմ, որ մենք այս վիճակի մեջ չհայտնենք ինչ որ Ղարաբաղցիները հայտնվեն։ Իսկ մենք կարանք հայտնվենք դրա մեջ։ Հիմա դրա համար հիմա ինչ ուզում ես դու ասա, ինձ հետաքրքիր չի ոչ մեկ։ Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ իրանց աթոռներն ու չգիտեմ ինչերը։ Ինձ դա բացարձակապես հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է մի բան։ Մենք կարանք այս կեղտից դուրս գանք, թե չենք կարա։ Ինչ ուզում անի Նիկոլ Փաշինյանը։ Ինքը այդ միջազգային հարթակներում մի խնդիր է լուծում։ Փորձում է մուրալ Էրդողանից, որ Էրդողանը ճնշի Ալիևի վրա, որ մինչև ընտրությունները ինքը մի հատ փաստաթուղթ իրան նվիրի։ Այդ է իր խնդիրը։ Այդ փաստաթուղթը որ նվիրեց, բայց մի րոպե շարունակեմ, հետևությունն ասեմ։ Քո ժողովուրդը հետ որ դու շփվես, այս խեղճ ու կրակ ժողովուրդը հետ որ դու շփվես, որ դու չես շփվում։ Ոչ միայն դու չես շփվում, ոչ մեկ չի շփվում այս ժողովրդի հետ։ Դու կտեսնես, որ այս ժողովուրդը խեղճ ու կրակ ոչ մի ինֆորմացիա չի ստանում քո քաղաքական գրանտ մակարդակի քաղաքական գործիչներից, քաղաքագետներից, լրատվական գործիչներից, ոչ մեկից ոչ մի ինֆորմացիա։ Ինքը պարզապես բամբասանքային տերույթի մեջ է, ինքը այդ ինֆորմացիաները ստանում է հարևանից, ընկերից, հարսից, փեսայից, բանից, եւ որից ինքը հասկացել է մի բան, որ ինքը վտանգավոր վիճակի մեջ է, ինքը առավոտը կարող է զարթնի, չգիտեմ, մի հատ մեծ ցնցում առաջ գա, ոնց որ Ղարաբաղում եղավ, ինքը վախերի մեջ ապրում, ինքը տեսնում է, որ ինքը աշխատատեղ չունի, ինքը շատ ծանր վիճակի մեջ է, ինքը տեսնում է, որ չի ունենալու է երկիրը ապագայի խնդիրներ մնաց, եւ ինքը տեսնում է, որ ինքը ոչ դաշնակից ունի, ոչ սաղ, իրենք գցել են, բան են արել։ Ինքը այս հոգեվիճակի մեջ մեկ էլ Փաշինյանը բերելու ասում եք դեք ինչ Ժորժ ջան, ես խաղաղություն եմ բերելու։ Էնի որ բերեց, իսկ մի հատ հարց, ինքը ունի օրակարգ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը չունի օրակարգ։ Նիկոլ Փաշինյանը ունի կոնկրետ երկրի հերանեկարի օրակարգ, իր օրակարգը, որ ինքը պատկերացնում է։ Այդ ինչ անշնորհակ օրակարգը։ Մինչև ընտրությունները մուրալ Էրդողանից այդ թուղթը, որպեսզի Ալիևը համաձայնվի մինչև սահմանադրությունը փոխելը թուղթը ստորագրի, այդ թղթով ինքը գնա բոլոր տեղերին դռները դուր մտի, ասի Ժորժ ջան, ես բերել եմ խաղաղություն, որպեսզի ձեն ստանա։ Այս է իր օրակարգը, իսկ ընդդիմությունը ինչ օրակարգ ունի։ Դուք էլ եք ընդդիմություն ինչ օրակարգ։ Ես ասել քեզ միակ ուժը, որ ունի կոնկրետ օրակարգ, դա Մայր Հայաստան քաղաքական ուժն է։ Միակ օրակարգ, բայց քանի որ դու այդ չես ընկալում այդ սիտուացիան, ցավոք սրտի եմ ասում,
մենք կա դրա մեջ, որտեղ մենք չենք թպկահարում։ Մենք ասում ենք հետևյալը, որ հարգելի ժողովուրդ, որպեսզի մենք կարողանանք ունենանք իշխանության այլընտրանք, մենք պետք է ասենք, թե Հայաստանի այլընտրանքի զարգացումը ոնց է լինելու։ Հայաստանի զարգացման այլընտրանքը նոյեմբերի 9-ի վերադարձնա այն համաձայնագրի, որը ոչ մեկ չի սիրում, չի ընդունում, ոչ մեկ չի երկրորդ նախագահն էլ ասեց, ունենք, չունենք, այդ ունենք։ Այդ համաձայնագրի շրջանակում է, որ մենք կարողանանք վերականգնենք երրակողմ բանակցային process-ը Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, որպեսզի մենք կարողանանք այդ process-ի մեջ եւ Ղարաբաղի հարցը բաց փակ թողնենք եւ կարողանանք որոշակի խնդիրներ լուծենք անվտանգային, որից հետո մեր մոտ արդեն կարան գալ ներդրումներ, որտեղ ներդրողները բոլորը սպասում են Հայաստանը կործանվի։ Միայն եւ միայն այդ տարբերակն է։ Այդ տարբերակը միակ քաղաքական ուժը, որ ասում է դրա մասին, քաղաքական ուժի մասին է խոսքը, չեմ ասում անձի։ Ես համաձայն եմ, նախագահն ասում է տենց բան, բայց քաղաքական ուժերից միակ քաղաքական ուժը, որ ասում է սա է այլընտրանքը, դա Մայր Հայաստանն է։ Եթե դու ցույց տաս մեկ այլ քաղաքական ուժ, որը ասում է թե ինքը ոնց է պատկերացնում, դու չասի նոյեմբերի 9-ի համաձայն, դու ասի, չգիտեմ, հոկտեմբերի 25-ի պայմանագիր, թող հայտարարի ասում այդ հայկական դաշնակցությունը Հայաստան դաշինքը չի, չկա մեջը։ Ես չեմ կարող։ Ուրեմն սենց ասեմ, Անժելա ջան, ես քեզ մի հատ խորհուրդ տամ։ Քաղաքականությունը սուբյեկտիվությունն է պահանջում։ Քաղաքականություն դա նշանակում է կոնկրետ աշխարհում է տենց։ Մարդը որ մի բան ասում է, կարող է տեսակետը ասում։ Անցանք լավ, 9-ից անցանք հետո։ Քաղաքական ուժերը պետք է մեսիջ փոխանցեն քո ժողովրդին։ Ոնց են պատկերացնում երկրի զարգացման հեռանկարը։ Այդ իմաստով նշնորհ եմ կրկնում, եթե դու ցույց տաս այլ քաղաքական ուժերի պատկերացումները, մեկը ասում է դա կապիտուլյացիա է, մեկը ասում է, չգիտեմ, սրիկայություն է, մեկը ասում է օրորի պետքա, մեկը մեղադրում է, որ Նիկոլ Փաշինյանը չի ճղում այդ համաձայնագիրը, մեկը ասում է, որ պետքա, չգիտեմ, զարգանակ Հայաստանի Հանրապետությունում, ռեալ, կոնկրետ այս հարցում, միայն ասել է բանը Մայր Հայաստանը, մեկ էլ որպես անձ ասել է երկրորդ նախագահան։ Ուրիշ ոչ մի ուրիշ սուբյեկտ անցանք ուրիշ ասում եք դա հասկացանք 9-ը հետո այդ բայց մի րոպե ասեմ քեզ այդ տիրույթի մեջ արդեն հնարավոր է խոսել տնտեսական զարգացման մասին, աշխատատեղերի բացման մասին, անվտանգության համակարգի կայացման մասին, սոցիալական արդարության արդեն կարաս բացես հետևելը, բայց ոնց պետքա զարգացնել։ Նոյեմբերի 9-ը հասկանում եք, չէ՞, այնտեղ Արցախի հետ կապված ինչ կար, այդ ոնց եք պատկերացնում։ Իհարկե նոյեմբերի 9-ի համաձայնագիրը արդեն կիսոտ պրատ է դարձել, որտեղ Արցախ գոյություն չունի, չէ՞։ Բայց հաշվангելով այդ փաստաթուղթը որ կա, որը ավարտվելու է այս տարվա հոկտեմբերին, ուրիշի նոյեմբերի։ Ուրեմն Թուրքիան սպասում է, որ այս տարվա նոյեմբերին այդ փաստաթուղթը ավարտվի, որից հետո Ադրբեջանն ասի արի հիմա մի հատ թուղթ ստորագրի, որպեսզի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ մենք արդեն ստեցություն ասենք Ռուսաստանին, որպեսզի մենք կարողանանք Հայաստանը պլավնի մտցնենք երազողության տակ։ Դու գիտես դրա մասին, չգիտես, չէ՞։ Բայց քո քաղաքական վերնախավը գիտի դրա մասին, ինքը չէր մտածում դրա մասին, իրանք օրվա կուրսով քաղաքական վերնախավ են, օրվա կուրսով։ Իրանք կարձանագրեն նոյեմբերի 10-ին այս տարվա, որ արդեն Թուրքիան մտցնում է Հայաստանը իրանց տիրույթի մեջ, իրանք սկսեն ամեն օր գորգորալ, բորբրալ, ասուլիսներ տալ, բայց սենց ամոթ վիճակ է գալիս բան։ Այսինքն տենց է քո քաղաքական դաշտը։ Սա է այս երկրի վիճակը ինչի է սենց վիճակ, որտեղ բոլորը զբաղված են օրվա կուրսով գնահատական։ Բոլորը օրվա կուրսով ապրում են։ Բայց ես այդ համաձայնում եմ շատ անգամ, որ չէ, ուրիշ բան եմ հիմա ասում։ Չէ, որ ասում եք, քանի որ մեզ շատ հետևորդներ են լինում, չգիտեմ։ Խորհուրդ եմ տալիս քեզ բոլոր քաղաքական ուժերին կանչես։ Մի հարց տաս, մի րոպե, կոնկրետ։ Խորհուրդը մենակ դուք ինչ չեք դե Վիտալի Բալասանյանն է։ Չէ, բոլորին կանչում ես։ Ասեն 9-ի հետ համաձայնեք թե չէ։ Բոլորին կանչում ես, չէ, բոլորին կանչում ես, հարց ես տալիս։ Ոնց ես պատկերացնում Հայաստանի հետագա զարգացումը։ Ասենք Նիկոլ Փաշինյանը չկա։ Դուք դառնում եք վարչապետ։ Ինչ եք տեսնում, ասենք Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները, Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները, Հայաստան-Ռուսաստան, ոնց եք պատկերացնում։ Ասելու պես բան լինի, Չէ, մի րոպե։ Ամեկին հարցրեք, ամեկը կոնկրետ հիմա ասի, թե ինչա, որպեսզի այս ժողովուրդն էլ այդ ընտրության մեջ ընտրություն կատարի։ Այս ժողովուրդը ասում է, գիտես ինչ, ժողովուրդն ասում է, բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկ մեզ անետրակ չի առաջարկում։ Մենակ ինքն է ասում սենց բան։ Ինքը վատն է առաջարկում, բայց ոչ մեկ չի առաջարկում։ Շատ լավ։ Քո քաղաքական վերնախավի մակարդակը։ Շատ լավ։ Ի տարբերություն ձեզ, որ դուք ես էլ համաձայնում եմ շատ անգամ, որ այո քաղաքական ընդդիմադիր էլիտ առհասարակ էլիտան է մեղավոր, որ մենք այս վիճակում ենք, բայց եկեք այնպես բան չանենք էլի, որ որևէ պատասխանատվություն ժողովուրդը չունի։ Թողնենք ավարտեմ։ Այս նույն ժողովուրդը, եթե սեպտեմբերի 21-ից հետո դուք ասում եք, չէ, տարել է ձեր երեխեքին 2700 երեխա 3000, ես ասում եմ 10000 կամ 13000 խղճինա, չէ։ Նիկոլնա, չէ, տարել, ասենք կարող էր, չէ, պատերազմը չլիներ, դիվանագիտության ձախողում էր, պրավալ էր, չէ, կամ տա հասության, տա գիտության կամ կոնկրետ ծախելու, կարող էր, չէ, չանել, արելա, գնացել եք այս ամեն ինչից հետո
տարելա հարևանի մյուսի որդուն տարելա, հա, 120,000-ին տնական տարելա, արելա, կամ միջև այդ արելա, դու անբարոյական ես, այն հատված, որ դու գնացել ես, այսինքն բոլորի վրայից մի վերցրեք, դու պիտի ասես, որ դու անբարոյական ես, եթե դու դրանից հետո դու գնացել ես, Նիկոլ ես ընտրում, հիմա շարունակեմ, ես մարդիկ գիտեմ, ժողովրդին մեղադրել, չէ, բայց այնպես չէ, որ ժողովուրդը ոչ, շերտը որ գնացել է Արցախը ծախելուց հետո, այդքան երեխաների, հիմա ասենք, եթե Իրանը չի տարել, մյուսին նա տարել։ Մի հատ ուրիշ օրինակ էլ բերեմ։ Ես օրինակ մարդ գիտեմ, որ ամեն ընտրության նախորդ ամեն չէ կամ ինչ որ ընտրությունների ժամանակ, նախորդ իշխանությունների ժամանակ կոնկրետ Սամվել Ալեքսանյանից վերցնում էին $50,000, որտեղ թաղի ես իմիշներին, ու իրան կազմակերպում էին Սամվել Ալեքսանյանի կամ այն մեկը ինչ էին ասում, ֆլեշի կամ ինչա բենզին ռուբլ, ինչ որ անուններ կա։ Դրանց ինչ որ ընտրություններին մասնակցել, իրանք թաղերում կազմակերպում էին այդ խուժաններ։ Մի րոպե։ Ես այս օրինակը ուրիշ օրինակ եմ բերում, ուրիշ բանի համար եմ սա ասում։ Ես այնպես չէ որ իդեալականացնեմ, բայց ասում եթե դա եթե մենք միշտ բերում ենք առաջին բանը, տալիս ուրիշ բան եմ ասում։ Հիմա այս մարդիկ ընտրությունները երբ որ եկավ արդեն պիտի իրանք են արել, ես գիտեմ։ Այս մարդիկ են ամեն անգամ փողը վերցրել գնացել այդ այլանդակ ընտրություններն արել, այդ այլանդակությունից օգնել։ Նիկոլն եկել է, Նիկոլը նախքին ինքն է այլանդակ, այսինքն ինչքան պիղծ է, անբարոյական է։ Չէ, եթե մենք հիմա մրցենք թե Նիկոլի։ Չէ, մենք հիմա վերցնենք եւ ասենք՝ դու իմ սուրբ ժողովուրդ, դու իմ սուրբ մաքրամաքուր, դու ինչքան դու զոհ չես, ոչ, նայ ժողովուրդը, եթե դու գնում ես ընտրության, դու պիտի պատասխանատվություն ունենաս։ Դու հիմա պիտի հասկանաս, որ դու հանցագործություն ես արել, հանցագործին ձայն տալով։ Ես մի հատ բան ասեմ, քեզ Անժելա, ուրեմն ես ուզում եմ բերեմ քեզ Չերչիլի բանը խոսքերը, որը հայտարարում էր ինքը Չերչիլը խելոք մարդ է եղել, անխելք մարդ չի եղել, էլի վարչապետ է եղել եւ շատ պատասխանատու ժամանակ է եղել վարչապետ։ Ինքը հետեւել բաններ ասում է, երբ որ դուրս եմ գալիս փողոց, խոսում եմ հարկային մարդու հետ, ապշե կյանքից, քաղաքականությունից, խորապես հիասթափվում եմ, որ հասկանամ թե պաստորն համարյա կենթանու հետ են խոսում։ Բարիզ բունի մասով ասում։ Այն ձեր ասացին են գալու 90%-ը։ Բայց որ հետո ես մտածում եմ, որ իսկ ինչ այլ ընտրանք կա բացի դեմոկրատիայից այլ համակարգ, չկա, պաստորին ասում եմ մարդկությունը։ Այսինքն միակ տարբերակը այդ անգրագետ մարդու հետ խոսել, այդ կոլխոզնիկ կամ չգիտեմ հասարակ, չգիտեմ, բանը առևտրականի բանը, որ անգրագետ մարդը պատկերացություն ունի, այդ մարդու հետ խոսել, բացատրել։ Ուրիշ տարբերակ 21-րդ դարում գոյություն չունի, Անժելա ջան։ Ես չեմ ասում այդ մարդիկ բյուրեղա մարդիկ են, ոչ։ Ես հասարակությունը բարոյական պատասխանատվություն ես նախկինում մի հատ հայտնի գործիչ կանոնը չեմ ուզում տամ, իրան ասում էի հետևյալ, ինքը մեղադրում էր, ասում էր, այս ժողովուրդը սենց է, ժողովուրդը սենց է, այսինքն կողքից ասում է, գիտես ինչ, եթե դու ուզում ես, եթե դու դժգոհ ես այս ժողովրդից, ուզում ես քաղաքական գործիչ դառնաս, գնա Լեհաստանում քաղաքական գործիչ, որը Ֆրանսիայում քաղաքական գործիչ դարձի։ Միգուցե Լեհաստանում, Ֆրանսիայում հանրային մակարդակը ավելի բարձր է, բան չունեմ ասելու։ Բայց եթե դու ստեղ ես ուզում քաղաքական գործիչ դառնաս, դու պետք է հաշվի առնես քո ժողովրդի մակարդակը։ Քո ժողովրդի մակարդակը սա է։ Բայց իրան պիտի ասես, որ դու նաև անբարոյական ես, դու լինելով դու անբարոյական ես, դու ինքը դրա մասնակիցն ես եղել, եւ հիմա դու ասում ես, իմ խորհուրդը քեզ մի մեղադրի մարդկանց։ Եթե մարդուն տրված է սա, ինքը պետք է գնա քվեարկության մասնակցի եւ ինքը չի ուզում որևէ պատասխանատվություն իր վրա վերցնի եւ ցանկացած մեղք չգիտեմ ինչի վրա, նույն հասուն մարդը գնում է, չէ, նաեւ ամեն մեկ իր պատասխանատու։ Քիչ առաջ ասեցի բոլորս մեղավոր ենք։ Ես որ ասում եմ նախկինում վատ բարքեր են եղել, դու ինձ ասում ես թե ինչ ես նախկինում։ Ես ասում եմ, բայց ես ասում եմ չի կարելի 7 տարի շարունակ բերել դա առաջին պլան։ Մի րոպե, հիմա դու առաջին պլան ես բերում, ասում ես ժողովուրդը անբարոյական է փողի մտածողությամբ ասում ես, ասում եմ մարդուն փողի մտածողությամբ ձևավորել է, սարքել է նախկին իշխանության ժամանակ։ Մարդուն բարիզ բունի մասով ապրանք է սարքել։ Մարդը 10,000, 15,000, ես մի հատ բան ասեմ, 2017 թվականին Հարևանի երեխան զոհ է գնացել է, հարազատի երեխա, այս ապենի միջավայրից եմ ասում, իրան չի հուզում, դա ով արել։ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ես մի հատ մոտիկ մարդու չեմ ուզում ասեմ, հանդիպեցի, խոսում էի, որ ընդհանրապես ինչ-որ ոնց կարանք ինչ-որ բան անենք, ինձ ասեց, իսկ ինչ փող կարանք առաջարկենք, փող կան։ Այսինքն այդ մարդը, որը վատ մարդ չի, այդ մարդուն արդեն սովորացնում են, որ այդ մարդը բան ընտրությունը դա փողի ֆեստիվալ է, փողով պետք է այդ ամեն ինչ անես։ Այս փողի մտածողությունը մտել է այն ժամանակ։
Ասեմ քեզ, հիմա ինչքան է որ դու ասես թե սենց էս կոմեկում, այդ փողի մտածողությունը տնական դարեց այս ժողովրդին, տնական դարեց այս պետականությունը, տնական դարեց մեր ամբողջ պետական քաղաքական համակարգը, որի արդյունքում մենք ծնվեցինք ստացած ավելի կարամ ասեմ։ Ես իմ ընկերներին թողի ինքնել ասեն եւ Անդրանիկ Թևանյանին եւ Վահե Հովհաննիսյանին միշտ ասում էի հետեւյալը, որ եթե այս իշխանությունը կարա 10-15-20 հազար դրամով կաշառի այս մարդկանց, ապա հարց Ալիևն ու Էրդողանը շատ ավելի մեծ փող ունեն, քան այս իշխանությունը։ Իրանք ավելի շատ փողով կարան կաշառեն։ Ես միշտ ասում եի, որ կգա մի հատ պահ, ես թող իրանք ասեն, որ ես դա ասել եմ ժամանակին, ասել եմ։ Թող իրանք կգա մի ժամանակ, որ իրանք ոչ թե 10-15 հազար դրամով, այլ անգամներով ավելի շատ մարդկանց կարան գնեն պրոստը։ Այն ինչ որ կատարվեց։ Մեծ հաշվով Հայաստանում դա է կատարվել։ Մենք դրա մեծ այդ դրա մեջ մեղադրել հասարակ մարդուն, որը շատ վատ ասում եմ, ես մի բան ասեմ։ Ես պատասխանատվության բաժին է ամեն մեկի չափի։ 23 թվականի ավականու ընտրությունների ժամանակ մասիվում նախընտրական արշավի ժամանակ ես ականատես եղա մի հատ կնոջ հետ, որի հետ այս Մայր Հայաստանի խումբը բան եղավ, կոնֆլիկտ ունեցավ, հետո գնացին ես առանձին նստեցի խոսեցի էլի այդ կնոջ հետ, ինքը փաստացի տասովշիկ էր։ Նիկոլ Փաշինյանը աշխատում էր, Տիգրան Ավենյանի համար աշխատում էր, ասում եմ լավ, մի հատ հարց տամ էլի, քեզ ասել են որ դու աշխատել ես, հա, ես աշխատել եմ բոլոր նախագահների ժամանակ տասովշիկ եմ աշխատել, սկսած առաջին նախագահից մինչև հիմա աշխատել եմ, հիմա ասում եմ դու գազ քո իշխանություն քո համար եմ աշխատելու, ասում եմ ինչի, ասում եմ որտեղ տեսնում ես այս գարաժում իմ փոքր խանութը, դրա հաշվին եմ խանութը սարքել, այդ դրա հաշվին եմ ընտանիքս ապրում, ես իմ մասնակցությունը տասովշիկությունն է, ես իմ մասնակցությունս հետևյալն է մարդկանց հատ հանդիպեմ, մարդկանց ինչ-որ բաներ խոստանամ, որ այդ մարդիկ հետագայում քվեարկեն կոնկրետ իմ մարդուն։ Կգա ես այն ժամանակ աշխատել եմ առաջի, երկրորդ, երրորդ, հիմա վարչապետի համար եմ աշխատում, վաղը դու կգա քո համար կաշխատեմ։ Այդ այս համակարգը դրածա տենց, այդ մարդը ինձ է ասում տենց բան, հասկանում ես Անժելա ջան։ Ստեղ ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրեմ, ես փաստ եմ արձանագրում, բայց մի բան կարամ ասեմ, որ այս իշխանությունը նախորդից ոչինչով չի տարբերվում, մի բարձով է տարբերվում։ Կոռուպցիայի չափով մի անգամներով ավելի շատ կոռուպցիայի մեջ է թաղված եւ ազգային մասով ինքը Ղարաբաղը հանձնել եւ ապազգային անձնավորությունն Ինչ է կանթատասում Արցախը Հայաստանի տարածքներ չի հանձնել Հայաստանի հետ Ես ավելի գլոբալ եմ ասում, պարզա, ես շատ գլոբալ, չէ, սենց ասեմ։ Սյունիքը չի հանձնել։ Տեսեք, ես հիմա դուք պետք չի շատ բան անենք, կոնկրետ Արցախը հանձնելա։ Չէ, ես չվախեցնենք։ Սյունիքը եթե ասենք հրամանան տվեց, եթե բոլոր բարձունքները տվելա, ի՞նչ է դա նշանակում։ Անժելա ջան, ես հիմա փաստ եմ արձանագրում ես պայմանությամբ։ Ես ինչ եմ ուզում, ես չեմ ուզում դետալների մեջ մտնել թե լավ, հաջորդ հարցը տեսեք։ Ասում եմ, որ սա է իրականությունը։ Այս համակարգը մինչև մենք չքազմաքանդենք, մենք չենք կարող այս վիճակից դուրս գալ։ Շատ լավ, հիմա այս համակարգն է, որ այդ համակարգն է, որ տանում է տնական դասարկում մեր պետականությունը։ Մինչև դրա մասին չխոսենք, մինչև չկարողանանք մեր ժողովրդին վստահություն չենք կարող վերցնել։ Ամենակարևոր խնդիրը սրա մեջ է։ Իսկ մենք լուրջ անվտանգային խնդիրներ ունենք։ Հիմա ակնհայտ է, չէ՞, դառնում ձեր գնահատմամբ, այս զույգը սկսել է քարոզարշավ։ Այդպես է թե այդպես չի։ Իհարկե։ Բայց ճիշտ է անում, որտեղ հիմա պետք է Այսինքն այն կրթելու ծրագիր ինչա, կրթենք ինչա ասում արյա։ Նայեք, իրանք փորձում են աշխատել ժողովրդի հետ, որպեսզի լրացուցիչ մի անգամ էլ կարողանան մարդկանց խաբեն։ Զուտ քաղաքական տեսակետից ես իրաց մեղադրել իրանք չունեմ, որտեղ այդ մարդիկ քաղաքական տեսակետից ճիշտ որոշում են կայացնում։ Իրանք հիմա աշխատում են ժողովրդի հետ, որպեսզի ընտրությունների ժամանակ մաքսիմալ շատ ձեն հավաքեն։ Հարց Կրթելը նորաձև է օգտագործում։ Անժելա ջան, հիմա բացատրեք, էլ ուզում եմ մի քիչ բացատրեք, ինչ են անում, այս զույգը անուն ազգանունով, ինչով է զբաղված են նախընտրական արշավով։ Իրանք չէ, զույգը Անան եւ Նիկոլը զբաղված են։ Անժելա, հիմա մի րոպե, որպեսզի մենք հասնի, լավ չեն հասկանում։ Անժելա ջան, պարզ նորից եմ ասում, իրանք զբաղված են նախընտրական արշավով եւ ճիշտ են անում իրանք տեսակետից, որպես իրանք մաքսիմալ շատ ձեն հավաքեն։ Սա է խնդիրը։ Իրանք շատ լավ գիտեն, որ ձեն չունեն այլևս։ Իրանք շատ լավ գիտեն, որ վերարտադրության խնդրեմ չունեն։ Իրանք հույսը երկու բանի մեջ է, որ ի վերջո Էրդողանը այդ մուրալը բանանի հաշվի առնի, Ալիևին մի հատ նվեր տան մինչև ընտրությունները, մի հատ թուղթ կտոր տան, որպեսզի մարդկանց լրացուցիչ կարողանան խաբեն, եւ երկրորդը որ ընդդիմությունը անգործ մնա, սկսվի զբաղվի քաղաքական բամբասանքներով, բաներով եւ աշխատի այսպես ասած կապիկություններով զբաղվի, այս impeachment-ը չգիտեմ ինչա, բա մենք էլ ստեղ նստենք արհեստական թեմաների շուրջ խոսենք։ Այ իրանց նպատակը սա է։ Այդ հույսը դրա մեջ է։ Ես էլ ասում եմ, որ այդ հույսը դրա մեջ է, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ այդ հույսը խափանենք։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դուրս գանք այդ վիճակից։ Ես դրա համար եմ ասում քեզ, մենք առաջնային խնդիր Հայաստանի զարգացման անվտանգային տիրույթի մեջ
կոնկրետ մի հատ պատկերացում դու պետք է ունենաս։ Օրինակ եմ ասում Մայր Հայաստանը ունի այդ պատկերացումը։ Շատ դրական ասեմ, որ երկրորդ նախագահ նույնպես ունի այդ պատկերացումը։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ մարդկանց դու ասա, որ իրանք էլ ունեն այդ պատկերացումը։ Այդ ես դու որպես լրագրող, որպես հեղինակավոր անձնավորություն որ բան կա, այս հարթակը օգտագործի բոլորին փորձի, որ բոլորը բացահայտեն այդ ամեն ինչը, որտեղ առանց դրա դու չես կարող այլընտրանք սարքես, արդյունքում Նիկոլ Իմպիչմենտը հիմա խայծ էր, որ գցեցին այս օրակարգ։ Խայծ էր իմպիչմենտը, ինչ է։ Իմաստ չունի մենք այս թեման խոսենք։ Այդ տեսեք, իմաստ չունի գիտես ինչի, որտեղ եթե մենք սկսենք խոսել դրա մասին, դուք հետևում եք իմ աշխատանքին, ես դա դրամադրան չեմ անդրադառնում, մենք անլրջացնենք, այսինքն մենք փաստացի լուրջ օրակարգը թողած, տեսեք դուք ասեցիք, դա անլրջությունն է։ Իհարկե անլրջությունն է։ Հիմա հարց Պարզ չի որ ասենք զրոյական շանս կա այդ բանի հաղթելու, բայց մենք տալիս ենք 6 ամիս ժամկետ նորից Նիկոլ Փաշինյանին, որ ինքը 6 ամսվա մեջ տեսականորեն, եթե հանգարց օրինակ եմ ասում, այս 6 ամսվա մեջ մի հատ ինքն էս մի հատ քայլ չան աներ, որ կարող է պատահի մեծ ցնցում առաջացնել, ցնցումը չի կարող առաջանալ, որովհետև նույնիսկ տեսականորեն կփակին Նախաձեռնողը Նարեկ Մալյանն էր, գիտակցված է անում ինքը դա։ Անժելա ջան, ինձ դա հետաքրքիր չի։ Ես շատ լավ գիտեմ ինչ է կատարում, բայց դա ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, որովհետև դա ինձ հետաքրքիր չի։ Որովհետև այս խնդիրը հատուկ նրա համար որ մենք հիմա նստենք օրակարգային խոսանք, մենք օրակարգային խնդիր չի։ Դե օրակարգային, ասենք թե ես չեմ խոսում, մնացածը խոսում են, բայց այն արի մենք նայեք ես անկեղծ բան ասեմ, հասարակ ժողովուրդը ինքը ուրիշ օրակարգ ունի, այդ օրակարգն է սպասում, բայց այդ օրակարգին ոչ մեկը չի անդրադառնում։ Ես նույնպես եմ կրկնում, այս կոնկրետ Երևան քաղաքի մասով քիչ թե շատ մենք ենք փորձում աշխատել։ Ես չեմ ուզում մագլուխ գովամ, մենք էլ լավ չենք աշխատում, միգուցե էֆեկտիվ չենք աշխատում, միգուցե ճիշտ չենք աշխատում, բայց ինչ որ իմաստով աշխատում ենք մենք։ Ավելի կարամ ասեմ, անհատ բլոգերներ են աշխատում, ասենք նույն այդ տղան որ գնաց այդ բացեց, այսինքն անհատ բանը հանրային մակարդակի ինչ որ մարդիկ են աշխատում, ինչ որ սրբազանի շրջանակներն են ինչ որ բան անում, այսինքն բան չունեմ ասելու, բայց դա այն աշխատանքը չի որ մենք կարողանանք իրականում ոչ մի աշխատանք չկա, այո, ինքը կոնկրետ մենք լուրջ մակարդակի աշխատանք ունենանք, մեքենա ունենանք, մեծ մեքենա։ Մենք զբաղված ենք այսպես ճղճին խնդիրներով, սենց իրար մեկը մյուսին ակնհայտ է, չէ՞ որ էս ու դեմ ուղղված։ Կոնկրետից Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված չի։ Պարզ դու ես հասկանում։ Ինչ է։ Էս իմպիչմենտ տերմինը։ Ավելին կարամ ասեմ, Հովիկ Աղազարյանը իր ինտերվյուի մեջ իշխանամետ կայքին բացահայտ ասեց, որ էս իմ քայլը նպատակ չի հետապնդում, ավելի շատ ոչ թե նպատակը հետապնդում վարչապետին փոխել, այլ նպատակը, որին ես չեմ ասում։ Մարդը բաց ասեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, ստեղ գաղտնիք չկա, որ մենք այդ ինչ ենք ասում, բայց ամոթ է որ մենք այս վիճակի մեջ ենք հայտնված։ Մենք հիմա նստել ենք, հիմա արդեն, չգիտեմ, 10 րոպե խոսում ենք մի բանի մասին, որը օդ է։ Շատ լավ, տեսեք, հունից դուրս եկավ, չէ՞, Նիկոլը, երբ որ հարց եմ տալիս, հիմա այդպես է թե այդպես չի։ Երբ որ սկսում են բացահայտել իր կոռուպցիան եւ թալան ազգային ժողով, ինքը ուրիշ բան ասում, սկսում է բղավել։ Հիմա հարցին պատասխանեմ։ Այստեղ գովում Հայաստան դաշինքին։ Այստեղ Հայաստան դաշինքը գրեթե առաջին անգամ ազգային ժողովում բացահայտեց, որ այս մարդիկ կոռուպցիայի մեջ թաղված են եւ կոնկրետ օրինակներ բերեց։ Այդ օրինակները, քանի որ բոլորը գիտեն արդեն, ասենք խուլիգանությունը, ծեծը, որ եղավ նոր-նորքի թաղապետանում, կոռուպցիայի բաները, որ Անիֆի այդ թալանը բան, իրանք միանգամից կարծեմ Աննա Գրիգորյանն ու Քրիստիանե Վարդանյանն էին, չէ՞, այդ բանը ներկայացնում։ Ինքը, քանի որ գիտի արդեն հասարակության մեջ, ժողովրդի մեջ այդ տրամադրությունը կա, եւ դա արդեն ազգային ժողովում ներկայացվեց, ինքը պայթեց այդտեղ։ Ինքը ասեց ոնց մենք 2018 թվականից արդեն ձևակերպել ենք, որ թալանը ասոցացվում է բացառապես ձեր հետ։ Հիմա փաստացի այն որ ժողովուրդը մտածում է դուք արդեն մեր վրա եք ուզում կպցնեք էդի, բայց դա մեր գլխավոր հաղթաթուղթերից մեկն է։ Ինքը վախեցավ, որ ինքը այդ իր ունի երկու հաղթաթուղթ, նախկինների թալան եւ խաղաղության բան։ Երկու հաղթաթուղթ, որտեղ ուրիշ բան չունի։ Ինքը ոչ երկիրը զարգացել, ոչ աշխատատեղեր է բացել, ոչ խաղաղությունը 4 պատերազմ է նստել մեր վրա։ Ունի երկու հաղթաթուղթ, որ Թուրքիայից մուրալու է թուղթը, բարաթը, որ Ալիևը կարա ստորագրի այդ բանը եւ այդ նախկինների կոռուպցիան։ Երկուսն էլ պայթում են։ Շատ բարից գույնիմաստով են պայթում։ Ես օրինակ բերեմ, որ դու պատկերացնես։ Երկրորդ նախագահի վրա դրել են մոտավորապես $100 միլիոն, այսպես ասած բան, չէ՞։ Ինքը արդեն $100 միլիոն այդ բանից են Հայաստան հիմնադրամից տարել է եւ չգիտի որտեղ։ Պլյուս դրան գումարենք $60 միլիոն Անիֆից, պլյուս $7 միլիարդ պարտքը։ Այսինքն այս ամեն ինչը, որ հիմա ասենք օրինակ եթե ընդդիմությունը ավելի վառ ներկայացներ, այս շուտ բանից այս մարդու վրա ճակատուրա գրածներ կոռուպցիա։ Բայց ինքը լավաուշ թե լավաուշ քան երբեք տարբերակով, քանի որ արդեն
իսկապես նույն Հայաստան դաշինքը սկսել է ակտիվ աշխատել եւ ինքը տեսանել է, դա որը շատ ուրախալի է, որ ազգային ժողովում արդեն իշխանությունը պայթեց, որտեղ տեսավ, որ փաստացի համարժեք գնահատականներ տալու եւ անցավ հայհոյանքների։ Այսինքն դա հայհոյանքը ինչ է, դա թուլության նշան է, երբ որ դու հայում ես մի մարդուն, դա թուլության նշան է։ Ինչի Աննան ինքը իրան բերեց առաջին պլան եւ կոնկրետ անձնավորված անպատումը, վիրավորումը դա արդեն, ասեմ, դա արդեն ընդհանուր ներվային վիճակն է։ Իրանց մոտ ներվային վիճակ առաջացել, շատ པարզ, որովհետեւ օրինակ եմ ասում, པարզ էլեմենտար հարց են տալիս, Անիֆի $60 միլիոն ուր է, կամ այս թաղապետի ծեծը որտեղ է գնահատական տալիս, դուք պատկերացնում եք ընդդիմությունը։ Այսինքն այստեղ Աննան իր անձը չի պաշտպանում իրան եւ Նիկոլի Թալանը։ Բայց դա པարզ խնդիր է, դա օբշի պատկերն է, իր պատկերը օբրազը իշխանության արդեն փչացել է։ Այդ պատկերը փչացել է, իրանք ներվայնանում են եւ ասում են, որ պատմեն դրա մեղավոր ովքեր են, ու հարցակվեն ընդդիմության վրա։ Իրանց թվում է, թե որ ընդդիմությանը որ հարցակվեն, ընդդիմությանը բերեն ինչ-որ թվեր բերեն, իրանք կարան դրանից մաքրվեն։ Բայց ո՞նց կարան մաքրվել, երբ որ նույնիսկ եմ ասում, իրանք ճակատին գնաց արդեն $7 միլիարդ։ Քոչյանի 4 միլիարդը մանեկան գտան 100 միլիոն, բայց իրանք այդ 100 միլիոնը միանգամից մի ռազովի քայլով հիմնադրամից տարել են արդեն $100 միլիոն եւ ոչ մեկի չեն ասում են ձեր գործը չի թե որ ենք տարել դա։ Հասկանում ես։ Պարզ չի ուր են տարել։ Պատերազմը պարտված է, բան ինչ պարտված է այդ $100 միլիոն ուր տարած կնեն։ Կամ այդ $60 միլիոն Անիֆի, այտենց բան 30 տարի մեջ դուք տեսել եք այտենց բացառակ։ Նաեւ այս մեն այս ջղացիկը կամ $7 միլիարդ, տեսեք, Քոչյանի 10 տարվա մեջ պարտքը չի փոխվել, նույնն է մնացել։ 10 տարվա մեջ այդ մարդը աշխատել է, այդ մարդու 10 տարվա ընթացքում պարտքը չի փոխվել։ Բանը հնան մեծացել է 6 անգամ, բյուջե մեծացել է 8 անգամ, կենսամակարդակը մարդացել է 5-ից 6 անգամ։ Հիմա այս մարդու կառավարման ընթացքում 7 միլիարդով ավելացել է պարտքը, բայց ոչ մի ինչ-որ աշխատանք չկա։ Ընդ որում հələ ցինիզմի աստիճանը, ուրեմն խոսում է ԵՄ գնալու Ռուսաստանից դուրս գալու, երբ որ այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում պարալելի բիզնեսի շրջանակներում հայ-ռուսական ապրանքաշրջանությունը հասել է $13 միլիարդ, եւ դրա հաշվին Հայաստանի համախառն ներքին արդյունքը բացացել է մինչեւ $27 միլիարդ։ Այսինքն այս մարդիկ այնքան անշնորհակալ մարդիկ են, նույնիսկ իրանց բանը այնքան տեսանելի է, որ Հայաստանի շահը որտեղ է։ Նույնիսկ այստեղ, բայց իրանց քանի որ անձնական շահը գիտեն, որ վտանգ է ներկայացնում այս դաշտում, իրանք ամեն ինչ ուզում են անել, որ իրանց անձնական շահը հանգարց առաջնային երկրորդական չդառնա։ Սա է, այս խնդիրը սա է, բայց նույնիսկ եմ կրկնում, այդ ամեն ինչը, որպեսի հասարակությունը տեսնի համատության մեջ, որ սրանք ինչ են իրենց ներկայացնում, պետք է աշխատանքի այդ հասարակության հետ։ Պետք է աշխատվի այդ հասարակության հետ։ Այդ աշխատանքը գործում չունի։ Ես չեմ ուզում գլուխ գովամ, բայց մենք փոքրաթիվ խմբով Երևան քաղաքում այնքան ենք աշխատում, որ այդ աշխատանքի 10% է մյուսները աշխատեին, իրավիճակը շատ ավելի ուժեղ կփոխվեր։ Ես չեմ ուզում գլուխ գովամ, Անժելա ջան, անկեղծ եմ ասում, Քավլիցի ես նույնիսկ եմ կրկնում, ես չեմ ուզում չափանցացնեմ, բայց ես ինքս իմ մեղքի զգացում ունեմ, որ մենք չունենք այդքան մեծ ռեսուրսներ, որ Հայաստանում մեկ լիարժեք կարողանանք աշխատենք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ աշխատենք, որտեղ եթե մենք չաշխատենք, ես տեսնում եմ, որ ոչ մեկ չի աշխատելու։ Սա ես տեսնում եմ դա ուղղակիորեն, ցենց ասեմ։ Ուղղակի տեսնում եւ տեսնում որ ժողովուրդը անտեր վիճակի մեջ է։ Արդեն ինֆորմացիան գնաց, այսօր հեռախոսակցություն զրույցը կլինի Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա այսօր երեկոյան Երևանի ժամանակով 18:00-ին կկայանա դա։ Գիտեք, որ բանակցությունները սկսեցին, այսպես քիչ թե շատ ասում են տեղաշարժ կա, դե գիտեք, որ այդպես բան հայտարարություններ արել թող գա միայն, բայց այնուամենայնիվ ուկրաինական կողմը գնաց այդ բանակցություններին, այս կողմից այն կողմից գերիների փոխանակման հարցը քննարկվեց, բայց մյուս կողմից էլ նաև մասամբ խոսեց Պուտինը դրա մասին, թե որ դեպքում կգնա, բավականին կատեգորիկ էր, այսինքն բոլոր են ճանաչված նահանգները դրանք պիտի անցնեն այս կողմ, պիտի ուկրաինական զորքը այդտեղից դուրս գա եւ մեծ հաշվով ընդմիշտ մոռանան ՆԱՏՕ-ի մասին։ Սա որքանով է ռեալ իրատեսական։ Տեսեք, այսօր էլ նոր փաթեթ երեք ուղարկել նաեւ Թրամփին արդյունաբերության, չգիտեմ, Զելենսկին նոր փաթեթ է ուղարկել համագործակցության, այսինքն ամեն ինչ տալիս են միայն թե մայիսի 15-ի հանդիպումը Ստամբուլում բոլորի համար պարզ էր, որ մեծ արդյունք չի լինել։ Դա բոլորը գիտեին դրա մասին, ակնհայտ էր։ Բայց ինչեր այդ հանդիպումը եղավ։ Ես պայմանական կարամ ասեմ հետևյալ, sense ձևակերպենք, էլի, sense դա հանդիպում էր հանուն Տրամփի։ Այսինքն, եւ ուկրաինական կողմը, եւ ռուսական կողմը փորձում են համոզել,
որ իրանք են խաղաղության կողմնակից, որպեսզի Տրամպին քաշեն իրանց կողմ։ Տրամպը շատ լավ հասկանում է, որ ուկրաինական կողմը խաղաղություն չունի խաղաղություն։ Ռուսական կողմն ասում է Տրամպ ջան, այս մարդը խաղաղություն չունի, եկել է ինձ ձրի տեղ ուզում է բանան էլի, բաներ շահի, որ չկա։ Տրամպը շատ լավ հասկանում է, որ ռուսական կողմը ճիշտ է, բայց մյուս կողմից էլ իր վրա կա ճնշում ամերիկյան շրջանակների կողմից, ասում է գիտես ինչ, այնուամենայնիվ մեր ռազմավարական հակառակորդը Ռուսաստանն է, Ուկրաինան մեր դաշնակիցն է, մենք ինչ կարանք անենք։ Տրամպը փորձում է այդ կոմպրոմիսը գտնի, ոնց անի, որ մի կողմից Ռուսաստանը կոմպրոմիսի գնա, մյուս կողմից Ուկրաինան համաձայնի զիջումների։ Ավելին կարամ ասեմ, Տրամպը նույնիսկ հայտարարեց, որ ես իմ կողմից պատրաստ եմ ճանաչեմ Ղրիմը Ռուսաստանի մաս։ Իմ կողմից պատրաստ եմ ճանաչեմ։ Նույնիսկ այդ իր որոշումը խիստ քննադատվեց եվրոպական ղեկավարների կողմից։ Ասեմ քեզ, որ եվրոպական ղեկավարները չհասկանալով կամ չզգալով իրանք այս process-ը տանում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։ Ես շատ անպայման բան չեմ ասում։ Չէ, իրանք նայ, ոչ մեկ չի ասում տենց բան, ոչ մեկ չի հասկանում, ոչ մեկ չի ուզում պատերազմ տանել։ Բայց ամեն մեկը, այ ոնց որ դու ասում ես, թե մի քաղաքական ուժ իր համար sense քաշումա, չէ, ադյալ իր հանա, չէ, քաշում ստե Հայաստան։ Ամբողջ աշխարհում նույն վիճակն է։ Նույն Մակրոնը չի ուզում է երրորդ համաշխարհային պատերազմ, բայց Մակրոնի կյանքի նպատակն է, որ հանգարց իր իշխանություն, իր քաղաքական, դա համար ինքը Ռումինիայի մեջ մասնակցում ռուսներին խառնում է, որ հանգարց այնտեղ ազգային գործիչ չկա, Լեհաստանում ամեն ինչ անում, որ այնտեղ ասենք ազգային գործիչ չկա, բան, բայց դա ինչի է տենց անում, ոչ թե երրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ ինքը իր դիրքն է ուզում փրկի, բայց իր դիրքը փրկելով ավտոմատ ստացվում է այնց, որ ինքը նպաստում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Իդեպ ասեմ, որ առաջին համաշխարհային պատերազմը տենց ծրագրով չեղավ։ Ամեն մեկ իր շահերի գնալով գնաց մեկ էլ հոп բռնկվեց առաջին համաշխարհային։ Նույնը եղավ երրորդ համաշխարհային պատերազմը։ Այսինքն հիմա երրորդ համաշխարհային պատերազմը օբյեկտիվորեն կարա լինի, առանց նրան, որ ամեն մեկ ինչ-որ շահ չունենա, ամեն մեկ իր շահելով գնալով, վերջում կարա բռնկվի։ Հիմա Տրամպը շատ լավ հասկանում է, որ դա կգնա երրորդ համաշխարհային պատերազմի, շատ լավ հասկանում է։ Իր շահերը բարեբախտաբար այդ շահից դուրս է։ Եվ բարեբախտաբար նաև Պուտինն էլ է նույն ձևի, եւ իրանք իրար հետ նույն տերությունում են գործում։ Բայց ստացվել է նրանց մի հատ իրավիճակ, որ Տրամպին ասում են, գիտես, եթե դու հիմա Ռուսաստանի հետ զիջումների ես գնում, մենք ինչ ենք շահում դրանից։ Տրամպն ասում է, Ռուսաստանի հետ զիջումների կգնամ, որպեսզի Չինաստանի հետ կարողանան որոշակի բան ունենալ։ Հասկանում ես, չէ՞, ինչն է խնդիրը։ Դա համար ինքը շահագրգռված, որ մաքսիմալ շուտ այդ խաղաղությունը հաստատվի, որ Պուտինին քաշի իր կողմը, որպեսզի Չինաստանը հետ ավելի կարողանա կորտ դիրքերով բանակցի, որտեղ իրավիճակը շատ ծանր է։ Նախկինում էլ, եթե հիշում ես, միշտ ասում եմ, որ ամերիկյան տնտեսության վիճակը շատ ծանր վիճակի մեջ է։ Ոչ մեկ դա չի հասկանում։ Դոլարը որ սենց ընկնում է հիմա, չէ՞, դոլարը ինչի է անգնում նաև։ Աշխարհով մեկ է անգնում դոլարը։ Ասեմ քեզ իմանաս, ինքը աշխարհով մեկ դոլարը կամած ընկնելու է, որովհետև այդ երկրի համախառն ներքին արդյունքը հասել է մինչև 29 տրիլիոն դոլար, բայց իր պարտքը արդեն 37 տրիլիոն է։ Եվ ինքը մեծանում է։ Ինքը արդեն ամեն տարի իր բյուջեի 10%-ը պարտքերն է։ 10-ը կդառնա 20, 30%, 40, այդ երկիրը կպայթի խորհրդային ճանապարհին է գնում այդ երկիրը։ Հիմա Տրամպը ափալ-թափալ փորձում է լուծել, օրինակ գնաց բանը միջին արևելք 2.5 տրիլիոն դոլարի պայմանագրի տարավ, չէ՞։ Իր նպատակը որ ինքը չի ուզում պատերազմ լինի։ Դա համար հանուն դրա ինքը ասեց իմ ռազմավարական դաշնակիցը ոչ Թուրքիան է, ոչ էլ Իսրայելն է, Սաուդյան Արաբիան է, որտեղ Սաուդյան Արաբիան մեծ փող է տալիս, Իսրայելն ու Թուրքիան պետք է համակերպեն դրա հետ։ Ինքը արդեն այդ ճանապարհն է, որը շատ լավ է մեր համար, մեծ շահավետ է այդ տարբերակը, որտեղ տես ինքը ասում է, Իրանի հետ չեմ ուզում պատերազմել, չնայած Իսրայելյան բրդում է, բայց դա մեծ շահավետ է։ Այսինքն մենք պետք է գտնենք մեր շահը, Հայաստանը պետք է մենք կարողանանք իսկապես Ռուսաստանի հետ վերականգնենք մեր վստահության հարաբերությունները, ռազմավարական հարաբերությունները, միաժամանակ մենք պետք է կարողանանք տարածաշրջանում այնց երկրների հետ աշխատենք, որը մեզ փող շահավետ է։ Մենք պետք է Իրանի հետ բարձրացնենք մեր հարաբերությունները մակարդակի։ Մենք կարանք նաև Միացյալ Նահանգների Տրամպի վարչակազմի, իհարկե, հիմա աշխարհակաղակական Տրամպի վարչակազմի հետ մենք կարող ենք շատ հետաքրքիր ծրագրեր ունենալ։ Ի վերջո Տրամպ եւ Իրան փոխհարաբերությունների մեջ մենք էլ կարող ենք միջնորդի հարթակ դառնալ։ Մենք այն երկիրն ենք, որ ուղղակի շահագրգռված ենք, որ այդ հարթակ դառնալու պատկերացնում ես ժամանակին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի գենշտաբի ղեկավարները Բաքվում էին հանդիպում, չէ՞, բանակցում։ Ադրբեջան դառել էր հարթակ իրաց համար։ Ադրբեջանը Ալիևը կարողացավ Էրդողան, Պուտին այդ բանակցային process-ը սարքի։ Ալիևն է սարքել այդ համակարգը։ Ինչի մենք չէինք կարողանա սարքել, ինքը տենց օրինակ եմ ասում, Միացյալ Նահանգներ Իրան այդ հարաբերությունների մեջ։ Ինչի մենք չէինք կարա
հիմա արդեն դժվար կլինի, բայց ապագա Ֆրանսիայի նախագահ եւ Պուտինը կվռնդենք այս փողոցայիններին եւ կկարողանանք։ Արզա, այս փողոցայիններին պետք է մենք առաջնորդին վռնդենք, իսկ վռնդելով պետք է մենք աշխատենք, ոչ թե փնովենք մեր ժողովրդին, աշխատելը պետք մեր ժողովրդին։ Այդ մարդիկ ունակ ես չեմ ուզում արդեն վատ բան ասեմ։ Այդ մարդիկ ունակ չեն աշխատելու ժողովրդի հետ։ Անժելա ջան, ես 100% բան եմ ասում քեզ։ Այդ մարդկանց այդ ժողովուրդը չի էլ տեսնում ոչ մի տեղ։ Չկա տենց բան։ Ես մի հատ նոր, չգիտեմ, 4 տարի հետո հազիվ մի բան ասեմ քեզ, ինձ արդեն կողքից ծանոթները զանգում են, ասում են, թե գիտես ինչ, ինձ Երևան քաղաքում ապրում, ասում են, գիտես ինչ, ձեր ավականու անդամը սենց բան ա եկել, սենց բան ասա, խնդրում եմ, էսի սենց բան չլինի։ Արդեն իրանց աշխատանքը Իմիջիայլոց ընդդիմության այդ աշխատանքի օրինակը իգիտություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ իրանց դաշինքները եւ Իշխան Սաղաթելյանի հայ-հեղափոխական դաշնակցության։ Հիշում եք փոքր խումբ կար Ժառանգության Ռաֆի Հովհաննիսյանի, որտեղ խնդրեմ կար, այդ 5 հոգին կանգնած էին։ Ինչ ժողովրդական չի, վայելեցին այդքան արագ ժամանակում։ Այսինքն այդ 30 քանի հոգու, որ իբր ձեր արևին հավաքել եք ձեր կողքերը, չէ՞։ Շատ լավ հիշեցիք, շատ լավ հիշեցիք։ Ամեն մեկին հերթով իմիջիայլոց, չգիտեմ, շատ դեմոկրատ է, շատ ինչ են։ Աշխատեցեք, ոչ թե գնան հանրապետական կուսակցությունը գնա հանդիպումներ, ինչ հանդիպում է կատարում հանրապետական ակտիվի հետ, ինչա տեղի ունենում 20 հոգի հավաքվել են, երևի խոսում, հետո դրանից հետո գնում են, չէ, կամ Հայաստան դաշինքը, դե Հայաստան դաշինքը այդ նորմալ չի էլ անում, ասենք հայ-հեղափոխական դաշնակցությունը ինչ արել, գնացել է այնտեղ դաշնակցության ակտիվը հավաքվում է, ինչ արեցինք, գնացինք։ Օրինակ, քանի որ դուք աշխատել չգիտեք, հիշեք ինչպես էր աշխատում Ժառանգությունը 5-ին թե 6 հոգով ամեն տեղ էին։ Բայց ես հիմա ասեմ քեզ, այդ ինչ որ դու հիշացրեցի Ժառանգության հետ կապված, ես հիմա չեմ ուզում գլուխ գովամ, բայց մոտարապես նույն բանը հիմա անում եմ այլ Հայաստանը։ Շատ լավ է։ Ես ասեմ քեզ հիմա, ես հիմա գլուխ չեմ ուզում գովել, բայց իրականությունը սա է։ Պիտի Երևանցին իմանա որտեղ խնդրեմ կա Հայաստան դաշինքի հետ։ Եթե մենք բոլորս մեղք ունենք, ապա ամենակիչ մեղքը մեր վրա է գալիս։ Ոչ թե որ ասենք մի հատ դիցու պես այնտեղ բան ծտի ուղեղով ինչ որ падգամավորներ կան ընդդիմություն, իբր թե մի հատ հայտարարություն արեցինք, ահա, մի հատ էլ նայենք տեսնենք որ կայքում քանի հոգի մեզ նայեցին, հետո տանենք ասենք պարոն նախագահ տեսակ մեզ տեսան, քանի հոգի են մեզ հետև։ Այդպես չէ, դի լուրջ չգիտեմ։ Մանավանդ ես մի բան ասեմ, գյուղերու շրջաններն ես ասեմ հավանականությամբ, օրինակ ասենք նույն երկրորդ նախագահն ինքը ուժեղ գործիչ է եւ ինքը այն բրենդն է, որը Չէ, բայց դա երկրորդ նախագահը բավականին դեմոկրատ է, որ ոչ էլ կարողանում աշխատացնել։ Չէ, բայց այդ արդեն ուրիշ խնդիր է, բայց ինքը այն բրենդն է, որ իր կողքը կարա այդ թիմը աշխատի, նորմալ կարա աշխատի, այսինքն այդտեղ պոտենցիալը կա, բայց աշխատանքի process-ը չի երևում, որ ցավոք սրտի եմ ասում ես։ Չեմ ուզում ես դրական բանը բարի դրական բանով եմ ասում, որտեղ իսկապես այդ պոտենցիալը կա։ Այդ ես համոզված եմ դա աշխատելու է։ 4 ամիս է բաղում ենք, որ վեր կացեք։ Պատգամավորներ կռիվ տվեք թեմաները, ուրախացել ենք, որ լավա 3 օր սկսեցին խորհրդարանում աշխատել, բայց նախ պետք է այդ տեմպով շարունակվի ամենօրյա։ Այդ 3 օրվա աշխատանքը ինչ ռեզոնանս է տալիս։ Այդ 3 օրվա աշխատանքը բացահայտում է իշխանության դիմակիցն է բացում։ Այո։ Սա է ամուսնությունը։ Այդպես պիտի աշխատեն, շարունակեն աշխատեն, որտեղ ոչ թե համարեն, որ 2 հոգի ելույթ ունեցանք, չգիտեմ, արձագանքեցիք, մեկն էլ չգիտեմ ինչ խոսք ասեց, բավարարվեց։ Դրա փոխարեն ամբողջ օրը այս գյուղում, այս շրջանում, այս տեղում չկա, շատ վատ են աշխատում։ Ես դա եմ ասում, որ դու ինձ որ ասում ես, թե դու ինչ ես բանանում, ես հերականում ասում եմ, նայ, ես Անժելա ջան, մի բան ասեմ։ Ես ասում եմ հետեւյալը, որ բոլոր հիմքերը կան եւ ես գրեթե կասկած չունեմ, որ 26 թվականին Հայաստանում արմատապես փոխվելու է, ամեն ինչը փոխվելու է։ Ես կասկած չունեմ դրա մեջ։ Բայց այդ ինչքան ավելի ակտիվ լինի աշխատանքը, մեր մասով մենք կարող ենք։ Ինչ է, այդ գիտակցումը չկա, թե ուղղակի իրեն շուրջը պարազիտների են հավաքի։ Օրինակ, եթե իրենք կողքնային պարազիտներ, չէ, ինչի՞։ Ես քեզ մի բան ասեմ, այս դաշտում, ես պարզ քեզ անկեղծ եմ ասում, բացի մեր թիմից, պոտենցիալ հնարավորություն ունի նաև Ռոբերտ Քոչարյանը, ինքը իսկապես շատ բավականին կոլորիտային անձնավորություն է, ինքը ունի այդ պոտենցիալը, որտեղ նաև մենք գիտենք, որ տեսնում ենք, որ նա մնկա, հա Մնացածները կարող է պոտենցիալ Չէ, ես օրինակ հանրապետական կուսակցությունում եւ ավագ սերնդից եւ երիտասարդների մեջ քաղաքական գործիչների, այսինքն փայլուն էս երիտասարդների մեջ են, տեսեք Հենրիկ Դանելյան, Անանա Մկրտչյան, Աշոտ Անդրեասյան, ավագների մեջ Աշոտյանն է, Շարմազանովն է, ավելի ավագների մեջ Գագիկ Մինասյանն է, այնտեղ ասենք լուրջ քաղաքական, ճիշտ է, պարազիտների մի խումբ է այնտեղ, լուր նստած իրաց քաղաքական չգիտեմ ինչ են։ Ես բոլորին դրական եմ վերաբերվում, բայց ես ասում եմ հետեւյալը իմ գնահատմամբ, ասենց ասեմ, մեզ տեսնում եմ, հələ որ այս պայծրությամբ տեսնում եմ, որ իսկապես մենք ենք, որ կանանք աշխատենք,
Ռոբերտ Քոչյանն իր բանով կարա աշխատի, որտեղ ես տեսնում եմ, որ իսկապես իր մտածողությունը, օրինակ այս երեկվա այդ ասուլիս, այսօրվա այդ ասուլիսը որ կար, իր գնահատականները իդենտիկ են իրականության, այսինքն այն ինչ որ ինքը ասում է այդ գնահատականները, գրեթե նույնն է այս հասարակության, ճիշտ պարզ է, այսինքն սա այնքան պարզ է, որ այս տիպի պլյուս ինքը արձագանք կա հասարակության մեջ եւ մենք տեսնում ենք, բայց արձապես էդի պետք է կապիտալիզացվի։ Կապիտալիզացիան ինչ է նշանակում, որ կոնկրետ առարկայական պետք է մարդկանց հետ շփվել, աշխատել, ներկայացնել այդ ամեն ինչը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն թե ինչի մասին է խոսքը։ Հիմա ասես կասի գնացել ենք եսի մեր ակտիվի հետ հանդիպել ենք եսին որ շրջանում, եսին որ գյուղում գնացել ենք մեր ակտիվի հետ, իրանք կուսակցական ժողովրդի հետ աշխատել այդպես են պատկերացնում։ Ես դրա համար ասում եմ հետեւյալը 21-րդ դարում ֆունդամենտալ փոխված է։ Այն մյուսների մասին չեմ խոսում, այնքան ինտրիգների մեջ են մտած, այլ մյուս ուժերի մասին չեմ խոսում։ Ես չեմ ուզում խոսեմ, կրճուններ, պոկերներ, չգիտեմ գրած բաներ են, բայց իրականում տակը բան չկա, ասենց ասեմ։ Բայց նույնպես եմ ասում, կան անհատներ, շատ նորմալ մարդիկ կան, որոնք ամեն տեղել նորմալ մարդիկ կան եւ նորմալ խոսում են։ Օրինակ նույն Վահե Հովհաննիսյանը շատ նորմալ եմ տեսնում ինքը։ Վահե Հովհաննիսյանն ասում է թող մանդատները դնեն։ Դա ողջամիտ Վելուծաբանի ասած բան է։ Ես չեմ ասում սա։ Ինքը հետևողական ասեք, այդպիսի թեզեր է առաջ հարցակում ես, ասում եմ ես ոչ թե իր գնահատականները լիարժեք կիսում եմ, ասում հետեւյալը որ մարդը որոշակի տեսակետներ հայտնում, մտահոգված տեսակետներ հայտնում, որը տեսակետներ փոխանակ ողջունի ասի ինչ լավ է որ սկսել են աշխատել, ոնց որ դուք եք ասում։ Ես ամեն ինչի հետ համաձայն եմ ձեր ասածին։ Ես բազմաթիվ մարդիկ կան, որ ես կարող եմ չկիսեմ տեսակետը, բայց բանը ուրախանամ, որ այդ մարդ տեսակետներ են։ Օրինակ ասենք նույն, չգիտեմ, Սուրեն Սուրենյանցի գնահատականները ես ուրախանում եմ, որ մարդը գնահատականներ ասում, որ շատ դրական է, ասեմ, բացասական է, դրական եմ համարում։ Ես բազմաթիվ մարդիկ կան, որոնք պետքա միանշանակ եմ ասում, կարող է պետք է միանշանակ չի այդ մարդկանց ընկալումը, կարող է քո դուրը չգա կամ իմ դուրը չգա, մեկ ուրիշի դուրը չգա, բայց այդ մարդկանց ակտիվությունը պետք է կապիտալիզացվի։ Այսինքն կապիտալիզացվելու խնդիր կա, որտեղ մարդը մտահոգված է ասում է, ես կարող ասեմ, որ տարբեր մարդիկ ունեն բավականին հեղինակություններ գրագետ մարդկանց մոտ հասարակության մեջ, բայց չի կապիտալիզացվում այդ մարդու խոսքը, որտեղ կապիտալիզացվայի համար պետք է քաղաքական ստրուկտուրաներ աշխատեն, բանալը, որը գոյություն չունի։ Նույնիսկ եմ ասում, ստեղ օրինակ եմ ասում, նույն Ռոբերտ Քոչյանի օրինակը նորից բերեցի, ինքը որպես կոլորիտային ազնվորություն, ինքը լուրջ մակարդակի գործիչ է։ Բայց ցավոք սրտի իր թիմը տեցել ինստիտուցիոնալ չի կարողանում ինքը աշխատել։ Ինքը ունենալով բավականին լուրջ մակարդակի քաղաքական կապիտալ, այդ կապիտալիզացիայի խնդիրը տեխնոլոգիան պետք է իրականացվի, որտեղ մի բանա որ իրան հարգում են եւ գնահատում են եւ ընդունում են եւ դա տեսնում են հասարակության մեջ, մեկ այլ բանա որ դա պետք է կարողանաս դու ցանց սարքես, ցանցով դու մարդու հետ աշխատես։ Այն ինչ որ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ է աշխատում, լավ է աշխատում, ասեմ քեզ իմանաս, ինքը բոլոր տեղերում աշխատում է շատ լավ։ Այնպես որ հարգելի նախագահն է, այսպես եթե շարունակեք աշխատել, ինքը էլի կրելու է, այսա Նիկոլը։ Չէ, այդպես մի ասեք, եթե այսպես ինքը շարունակ եւ ընդդիմությունն իրան այսպես պահի։ Մի բան ասեմ քեզ, sense բան։ 26 թվականին իր հաղթանակը կհամարժեք լինի Հայաստանի ոչնչացման հետ։ Ես աղոթի ասում եմ։ Ու դրա համար իմ խորհուրդը քեզ նախ եւ առաջ իրականությունը ասում եմ, Անան եւ Նիկոլը սկսել են իրենց փայլուն PR-ը քարոզ են տանում, համապատասխան կենթանու ականջում քնած են ընդդիմադիրները։ Հա, բայց այդտեղ մեղավորը իհարկե տենց է։ Բայց այդտեղ մեղադրել պետքա մեղադրել ոչ թե ժողովրդին, ասել որ իրանք անգրագետ են կամ չգիտեմ ինչ են, այլ պետքա մենք պետքա այդ մեղադրելը պետքա լինի քաղաքական դաշտի նկատմամբ, որտեղ քաղաքական դաշտը պետք է աշխատի, ընդդեմ համարժեք պետքա աշխատի։ Համարժեք այն ինչ որ անում է իշխանությունը, որտեղ իշխանությունը ասեմ նույնպես եմ ասում, ինքը վատ թե լավ աշխատում է, բոլոր տեղերում աշխատում է, ոչ միայն Երևանում է աշխատում, ինքը աշխատում է նաև գյուղերում, քաղաքներում նորմալ, չէ, իշխանությունը։ Դա եմ ասում քեզ։ Բայց մի բան էլ ասեմ քեզ, ուրեմն ակնհայտ կարամ ասեմ, իր ռեյտինգը ըմփացել է։ Ես թիվ կարամ ասեմ, մոտավորապես իր հակավարկանիշը տատանվում է 60-ից 65%, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է։ Եվ կարող ասեմ, որ 21 թվականի ցուցանիշների հետ համեմատած տեղերը փոխվել են։ Եթե այն ժամանակ հակավարկանիշներ ընդդիմության ներկայացուցիչը, հիմա տեղերը ֆունդամենտալ փոխված է։ Հիմա նույն հակավարկանիշ ունի արդեն Փաշինյանը եւ ճիշտ հակառակը դա այդտեղ ուրախանալու ոչ մի բան չկա, սա եւս խայտարակություն է։ Երկիր հանձնող ավիրող կործանող մարդը եթե 2% էլ ունի, արդեն խայտարակություն է եւ սա ես քո հետ համաձայն եմ, ես փաստ եմ արձանագրում եւ դրա համար եմ ասում, այս պարագայում մարդը ունենալով 60-65% հակավարկանիշ, ինքը չի կարող վերարտադրվի, հասկանում ես ինչ նախնդիրը։ Այսինքն
դա ապրիորի դա բնության օրենքներին հակասող է։ Պարզապես մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի այդ իշխանապողությունը մաքսիմալ խաղ եւ անցնցում գնա, որտեվ այդ իշխանապողությունը եթե անցնցում չգնաց, արունալի բնույթ կրեց, չէ՞։ Ես կարող եմ ասեմ, որ Հայաստանը կարող է տարածքներ կորցնի։ Մենք ուզում ենք, որ տենց վիճակի մեջ հայտնվենք, չէ։ Ուրեմն մենք պետք է որպեսզի Իմիջիայլոց ինչու է այդպես ագրեսիվ այդ բառերով, այդ բաներով շահ, ոմանք ասում են ինքը այսպես անախուտ գույները խտացնում է եւ այդ տարանջատումը բան ինչու է այդ բառամթերքով մտել ու տենց կոպիտ վիրավորում բոլորին անան։ Ինչ է անում։ ասում եմ քեզ իշխանությունը ինքը ջղայնա բաներածա ջղային վիճակի մեջ է հայտնված, որտեղ գիտի իրականությունը։ Տեղերում քանի որ իրանք շփվում են, ի տարբերություն մեր ընդդիմության շրջանակների։ Իրանք որ տեղերում շփվում են մարդկանց հետ շփվում, իրանք ավելի լավ են աշխատում։ Իրանք տեսել են մարդկանց տրամադրությունների կտրուկ փոփոխությունը։ Ու ասեմ կտրուկ փոփոխությունը նաև գիտես որտեղից եկա, չես հավատա։ Գյումրիի ընտրությունների արդյունքներից։ Այնքանը որ դուք ոչ մեկը չէիք հավատում, որ ընտրություններով կարող է բան փոխվի։ Գյումրիի ընտրությունը մարդկանց մտածողության մեջ հեղափոխություն է արել։ Մարդիկ հասկացան, որ ընտրությունով կարելի է տեղում փոխել, քաղաքում փոխել, նշանակում է երկրով մեկի կարող է։ Չողջևորվեք, համապետական ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են, ձեզ թվում է, որ վերջին կյանքի մահի հարց անելու Նիկոլա Տեստողելյակայում այդ դուք կարող եք հաղթեք, բայց Նիկոլան դենց բաներ անի։ Այսինքն դուք պատրաստ եք երկրորդի, երրորդի, դուք չգիտեք ինչ էր անելու Նիկոլա։ Այս գյուղ ընտրություն չի, համապետական իր համար կյանքի մահի հարցով։ Բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են իշխանությունը պահեն, իրենց համար կյանքի մահի խնդիր է։ Նույնի Սաակաշվիլին էլ է կյանքի մահի խնդիր, բայց կորցրեց չէ իշխանությունը։ Այսինքն մարդը չի կարող հավերժ իշխանությունը կանոնա պահի, մանավանդ այս իշխանությունը, որ այսքան մինուսներ ունի բոլոր իմաստներով, ինքը որ տեսել է, ինքը ջղայնացած վիճակի մեջ է։ Ջղային իշխանությունը արդեն թուլություն է նշանակում։ Մարդը ինչքան հայոյանքներով խոսա, ջղային լինի, բան լինի, ինքը նշանակում է թույլ է։ Մարդը որ ավելի հանգիստ է խոսում, ինքը նշանակում է ինքը ուժեղ է։ Ես ընդհանրապես բոլորին է վերաբերում, էլի։ Իսկ փորձում է վախի մտնոլորտ տարածեն, որ տեսեք մենք սենց որտեվ այդպես ասում է դու սա այս դա չէ կարծում, չի աշխատում դա։ Իսկ խմբագրի նկատմամբ տեսեք այն խմբագրին, լրագրողների նկատմամբ այսպիսի բաներ արդեն երկրորդին Սյունիքի այդ 4 տարի հետ գնացին, չգիտեմ ոչ ջան, իրանք ես սենց ասեմ, իմ գնահատականն ասեմ, իրանք ոչ այնքան այդ ճանապարհով են գնալու, որքան փորձելու են հետևյալ սկզբունքը գործեն։ Իրանք փորձելու են այսպես ասած այդ թալանի քաղաքուկտը աշխատացնել, մեկ էլ խաղաղության բարաթի խնդիրը աշխատացնել։ Եվ կարամ ասեմ, իրանք հույսը դրել են նաև որ ընդդիմությունը, այսենց իրար մեջ գզվրտոցով, բանով, այսենց իրանք այդ իրանց շահը դրա մեջ է։ Իրանք այդ հույսը ունեն։ Հեսա քեզ ասեմ քեզ որ իմանաս, էլի։ Ես դրա համար եմ ասում, ստեղ մենք, բայց անկախամիջ դա իրար չի օգնելու։ Բայց եթե ընդդիմությունը շատ մեծ ձայնով հաջողություն ունեցավ, անցնցում կգնա process-ը։ Եթե ձայների քանակը շատ մեծ չեղավ, իրանց դիմադրությունը ավելի ուժեղ կլինի, կարող է ցնցումներով լինի, որից Հայաստանը կարող է տարածքներ կորցնի։ Ես ուղղակի ասում եմ, հենց այնպես չեմ ասում։ Կգա ժամանակը դու կտեսնես։ Ես ասում եմ սցենար, որը հիմա կանխատեսվում է արդեն։ Դրա համար ինչքան ընդդիմությունը, կապ չունի որ ընդդիմությունը, դա կլինի Ռոբերտ Քոչարյանի թիմը, Սերժ Սարգսյանի թիմը, կամ ինչ-որ մի երրորդ թիմ, կամ Մայր Հայաստանը, կամ Պողոս Սրբան, բոլորը ամենը իր աշխատանքների արդյունքում ինչքան շատ իրանք ուժեղ լինեն, ոնց որ Գյումրիում կոնսոլիդացված լինեն։ Բայց ասում են մենք մի շատ երկար ենք արդեն եթերում, ասում են չպետք է նույնացնել այնտեղ որ գնացին առանձին եւ միացան համապետականը։ Բոլորովին այլ ընտրություն է, մեկ առաջնորդի, մեկ մեծ կոնսոլիդացիա պիտի լինի եւ դուրս գալ այս իշխանության դեմ։ Այնինչ որ աշխատեց համապետական ընտրություններում, դա անհեթեթություն է, չի աշխատելու եւ ձախողել է։ Նայտես, դու ճիշտ կներ, եթե մենք ունենայինք նախագահական համակարգ։ Նախագահական համակարգում մեկ մարդու շուրջ կոնսոլիդացիան շատ ճիշտ է, որտեվ նախագահական համակարգում պարտվողը ակցիա չի ստանում։ Ինքը դե ասում են նաև մեծ սխալ էր, որ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ 21 թվականին, ոչ թե չկարողացավ, բոլորն էլ պատրաստ էին իր հետ միանալու, որ ինքը բոլորին չկոնսոլիդացրեց, միասնական ուժերով չգնա։ Այդ գնահատականը սխալ է։ Նախևառաջ Ռոբերտ Քոչարյանը մաքսիմալ ինչքան որ կարողացավ արեց, դա այդ մարդը բոլորը պատրաստ էին միանալու, չմիավորեց, ինքը պատրաստ էին չարեց։ Գագիկ Ծառուկյանն էլ էր պատրաստ, բոլորը պատրաստ էին, ես եմ ասում։ Լավ էլի։ Վստահ եմ, եթե ինքը կարողանար միացնել։ Այդ մակարդակի խոսակցությունը դա լուրջ խոսակցություն չի։ Ես քեզ ուրիշ բան եմ ասում քեզ։ Պարլամենտական համակարգը Իրանից ներկայացնում է սպეციფიկ համակարգ, որը վատ համակարգ չի, ասեմ քեզ իմանաս, այն իմաստով, որ պարլամենտական համակարգը
Ինքը ներառական համակարգ է, ինքը համակարգ է, որը կոալիցիաներ է ենթադրում, ինքը համակարգ է, որ բոլորը մեկ բանի մեջ չի լինում։ Պարլամենտական համակարգում կոալիցիոն լոգիկան է աշխատում, եւ պարլամենտական համակարգում մեկ մարդու շուրջ ով այդ ինչ մարդ է որ եղավ, մեկ այնքը 50% պլյուս 1 ձայն չի կարողանալու հավաքի։ Ոչ մեկ չի կարողանալու հավաքի։ Եվ այդ իմաստով պարլամենտական համակարգ ամբողջ աշխարհում էս բանն եմ ասում, էլի, պարլամենտական համակարգի ուժը կայանում այն բանում մեջ, որ տարբեր ուժեր ունակ են լինում կոալիցիա կազմեն եւ մեր պարագայում կփոշիանա։ Մեր պարագայում չի փոշիանա։ Մեր պարագայում պետք է մենք ստեղծենք հակա-ԿՊԱ-ական մթնոլորտ, միասնական գաղափար լինի, որ պետք է Փաշինյանը հեռացվի եւ ընդհանուր հայտարար պետք է լինի իրար մեջ ինչ որ կարմիր գծեր պետք է լինեն, որ իրար չանցնեն։ Ես ընդդիմության իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի մեծ մասը տեսնում եմ, որ բանը նրան դեմ ենք, որտեվ սենցա նախկինը դեմա ինչ որ սենց բաներ են անում, ոչ թե ինչ որ կոնկրետ գնում է Քարոզ Նիկոլի դեմ եւ էս աղետի ավերի, դրա համար եմ ասում, այսպիսի բանը եւ պարակտվելու եւ ամեն մեկ իր կրճոնն է տալու 0.5%, 0. քանի տոկոս, ու վերջում կտեսնեք, որ այնքան լավ է։ Եթե նորից եմ կրկնում, ուրեմն նորից եմ կրկնում, այս մտածողությունը ճիշտ է նախագահական համակարգի համար, որտեղ նախագահական համակարգում նախագահան մարդը որ համակարգի քվե չի ստանում, կորցնում է իր ձենը։ Անցնում է երկրորդ փուլում կարա միանա կամ չմիանա։ Այսինքն այդ տրամաբանությունը նախագահական համակարգին տրամաբանը մոտաբան, որտեղ նախագահական համակարգում ավելի հեշտ է առաջի փուլով հաղթելը։ Տեսականորեն, նույնիսկ տեսականորեն, թեև նույնիսկ նախագահական համակարգում առաջի փուլում շատ դժվար են հաղթում։ Դեմոկրատական երկրներում, այն երկրներում, որտեղ առանց վիարկը վիրժնի հերոս չկա, առաջի փուլում ոչ մեկ չի հաղթում, եթե Շարլ դե Գոլը չի կամ չգիտեմ, դա բայց տեսեք, եթե այսպես ձևավորվի մի ուժ, որ այսպես ձերպես մտածող բոլորը կոնսոլիդացնեն մի անձի շուրջ եւ գնալ, ես վստահ եմ, այնտեղ էլի ուժեր են լինելու, որ այդ դրա վրա են խաղալու։ Իբրև թե մենք են կողմ չենք, այս կողմ չենք։ Այդ բարեգամ պետք է նայ, այդտեղ պետք է բոլորը, ոնց որ ասենք Իվանիշվիլի ժամանակ 2012 թվականի Վրաստանի սաղ Իվանիշվիլի կողքը միացան։ Իվանիշվիլին 7 միլիարդ հատներ էր, սաղին միացրեց, կարողացավ այտենց բան Հայաստանում հնարավոր է, ես կարծում եմ, որ չէ։ Դե ես չեմ տեսնում այդ նախադրյալ չեմ տեսնում, բայց այդտեղ Նիկոլն էլ չի ուզում, Անժելա ջան, որտեղ բանը կանաչի ներկրողներն էլ չեն ուզում։ Նայ, ես քեզ մի հատ բան ասեմ, կա իրականությունը հետևյալն է։ Կան մի քանի կենտրոններ, այդ քանի կենտրոններով կարաս դու կոնսոլիդացիան սարքես։ Ես նույնպես եմ ասում, այդ շատ իրատեսական է, եթե մենք բոլորս քարոզ չտանենք ընտրությունների դեմ։ Եթե մենք բոլորս համոզված ենք, որ այս իշխանությունը փոխելու ենք, եւ մենք համոզված ենք, որ այս ճանապարհով փոխելու ենք, ոնց որ մենք Գյումրիում արեցինք, մենք Գյումրիում մթնոլորտ սարքեցինք։ Մեկը տեսեք, դուք Մարտունի եւ Վարդանիկի մեջ ինչ ծանր հարաբերություններ կար, բայց այդ ծանր հարաբերությունները էքստորադասեցին։ Որովհետև կար այդպիսի մթնոլորտ։ Բայց հիմա չկա հավապետական այդպիսի մթնոլորտ, որովհետև ես ուրեմն պետք է նայ, Անժելա, ուրեմն պետք է մենք բոլորս, այդ թվում եք դու, ես, նպաստենք, որ այդ մթնոլորտը ստեղել սարքենք։ Մենք ունենք հակասություն, օրինակ ասենք, մենք մեր բանի մեջ ավելի խորը հակասության մեջ ունենք, ասենք հանրապետականի հետ, Սերժ Սարգսյանի հետ, բայց այդ հակասությունը էքսիստենցիալ պետք է չկրի։ Մենք պետք է նորմալ հարաբերություններ ունենանք։ Մենք ավելի դրական, ավելի այսպես մոտիկ ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք մյուսների հետ պետք է հակասությունների մեջ մտնենք։ Դա այսինքն մենք պետք է ունենանք որոշակի մտածողության կուլտուրա, որպեսզի մենք հասկանանք, որ այս դաշտում մենք բոլորս տարբեր հակասություններ կարանք ունենանք, բայց կա միասնական շահ, որ այս մարդը պետք է հեռանա, որտեղ դա լինելու է Հայաստանի լինել չլինելու խնդիրը։ Մենք Գյումրիում կարացանք այդ անդորում Գյումրիի Սարիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյան չէր։ Սարիկ Մինասյանը հարգված անձնավորություններ, իրան դրական էին վերաբերում գյումրեցիները, բայց մենք կարողացանք։ Բայց դուք նաև հիշեք Գյումրու ընտրությունների հետ կապված դուք եք ասել, որ կլանային համակարգներ գործում եւ ընտրվեցին։ Դրա համար նմանեցնելը ունենալու է խնդիրներ։ Այնպես որ Անժելա ջան, սա այստեղ ավելի հեշտ է դա անելը, որտեղ այնտեղ կլանային համակարգ ավելի ուժեղ է զարգացած։ Հայաստանով մեկ այտենց կլանները ուժեղ զարգացած չեն։ Կլանային համակարգը նաև օգնեց, որ այո, օգնեց, բայց տես նայես, լսի, կլանային համակարգը օգնեց, բայց ստեղ այդ կլանային համակարգի տեղը այդ քաղաքացիական տարը ինքը ավելի կոնսոլիդացիոն էլեմենտ է դառնում այն ոչ քաղաքացիական զանգվածների համար, որը շատ ավելի լավ է մեր համար, այդ իմաստով, այսինքն ստեղ դոմինանտային դեր են կատարում քաղաքական խոսույթը, անձերը, դրանք շատ ավելի մեծ դեր են կատարում, քան Գյումրիում։ Գյումրիում մեծ դեր չէր կատարում, որտեղ կլանային
տրամաբանությունը ավելի ուժեղ էր զարգանում, բայց նույնիսկ այդ պարագայում մենք կլաններին, որը շատ խորը հակասություններ են, Մարտունի եւ Վարդանի կլանը գրեթե հայ-թուրքական հարաբերությունների մեջ են, բայց մենք կարողացանք այդ համակարգի պայմաններում հաղթել։ Չկայացած մարդկանց բաներ, Անժելա ջան, շատ լավ։ Ես ասում եմ հետեւյալ իրականությունն եմ ասում։ Մենք պետք է այս մարդուն ստեսություն ասենք հեռացնենք, որպեսզի Հայաստանը փրկենք։ Դրա համար պետք է ամենքս մեր տեղում նպաստենք, որպեսզի կարողանանք այս դաշտում այդ միասնական մտնոլորտը պահենք ամենքս իր քաղաքական շահերի հետապնդման տիրույթում։ Եվ ամենքս ես ինքս ուրախ կնեմ եւ կուզեմ։ Ես մարդ գրեթե չեմ տեսնում այդ միասնական բանը պահելու։ Միասնականը գիտես ինչ իմաստով։ Չէ, ես հասկանում եմ, ոչ թե միասին գնալու, դուք ասում եք այդ բոլորը մտնոլորտի իմաստով։ Այո, այդ եմ ասում, դուք չեք ասում, բայց ես դա ինչ որ չեմ տեսնում։ Շնորհակալություն, ցավոք սրտի չեմ տեսնում։ Դու չես կարա տեսնես դա, սենց ասեմ, մարդկային փոխհարաբերությունների մեջ, բայց դու կարաս տեսնես հետեւյալ տարբերակի մեջ, որ մարդիկ որ իրաց նույն տիրույթում կարան իրար հետ շփվեն, չէ՞, նորմալ կարան շփվեն, բայց հակառակ ճամբարի պարագայում դա բարդ է տեսնել, համաձայն ես, արդեն դա դերակատար։ Շատ լավ։ Շնորհակալություն մենք։